Նա հավերժական մաքրություն էր երդվել, իրեն պահելով մի տղամարդու համար, ում երբեք չէր ճանաչել։ Բայց գրադարանում մեկ հանդիպումը բավական էր, որ նրա մաշկը մոռանա Աստծո անունով արված ուխտերը։ Նա չէր դիպել նրան, բայց այն, թե ինչպես էր նայել նրան, ավելի մտերիմ էր, քան ցանկացած համբույր։ Այժմ նրա մարմինն ու հավատը պայքարում են մի ճակատամարտում, որը կարող է հաղթել միայն Գիրքը։ Հուսով ենք, որ կվայելեք այս պատմության հուզիչ շրջադարձը, սերը ցույց կտա կյանքի գեղեցկությունը։ Եթե հավանեք, բաժանորդագրվեք մեր ալիքին։ Մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Ալեքսանյանների առանձնատան վեհաշուկ միջանցքները ձգվում էին մարմարե երակների նման Դիլիջանի պատմական առանձնատան միջով։ Այնտեղ, դարավոր պատերի թանկարժեք փայտի բույրի մեջ, Լիլիթ Ալմեիդյանը մեծացել էր որպես լուր ստվեր, գրեթե անտեսանելի բոլորի համար, բացի իր մորից, տիկին Սելիա Տեր-Հարությունյանից, գլխավոր տնային կառավարչից, ով ճշգրտորեն ղեկավարում էր այդ բնակավայրի գործունեությունը, որը պատկանում էր Հայաստանի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկին։ 21 տարեկանում Լիլիթը զուսպ գեղեցկության տեր երիտասարդ կին էր, խորը շագանակագույն աչքերով, որոնք կարծես իր տարիքից դուրս իմաստություն էին կրում, սմազերով, որոնք սովորաբար հավաքված էին պարզ հանգույցով։ Մինչ իր տարիքի մյուս երիտասարդ կանայք հաճախում էին համալսարաններ, երեկույթներ, սիրավեպեր էին վայելում, նա մնում էր մեկուսացած այդ մասնավոր աշխարհում, իր ժամանակը բաժանելով մորը տնային փոքրիկ գործերում օգնելու առանձնատան գրադարանի գրքերը կլանելու մեջ։ Նրա պաշտոնական կրթությունը տարօրինակ էր, մասնավոր ուսուցիչներ, որոնք վարձվել էին Ալեքսանյանների կողմից, տիկին Սելիա Տեր-Հարությունյանի հանդեպ հարգանքից ելնելով, ով գրեթե 3 տասնամյակ հավատարմորեն ծառայել էր ընտանիքին։ Նրա հոգոր կրթությունը, սակայն, եկել էր հայր Թովմասի ամուր ձեռքերից, ով ղեկավարում էր համայնքի փոքրիկ մատուռը Լիլիթի դեռահասության տարիներից նրա մեջ սերմանել էր մաքրության կուսության խիստ արժեքներ։ Առաքինի կինը սուտակներից ավելի արժեքավոր է, հաճախ էր կրկնում հոգորականը կատեխիզմի դասերի ժամանակ, մինչ Լիլիթի աչքերը, դեռ աղջնակ, փայլում էին այդ անարատ գանձը լինելու խոստումով, որն այդքան կհաճոներ Աստծուն։ Այդ կիրակի առավոտներին, նստած մատուռի կոշտ նստարաններին, մինչ արը զտվում էր գունավոր վիտրաժների միջով, Լիլիթը յուրացնում էր յուրաքանչյուր բառ որպես բացարձակ ճշմարտություն։ Մաքրությունը առաքինություն էր, շնորհի վիճակ, որը պետք է պահպանվեր ցանկացած գնով։ Եվ նա կլիներ մաքուր, կլիներ արժանի։ Տանը տիկին Սելիա Տեր-Հարությունյանը ամրապնդում էր այդ ուսմունքները կանանց պատմություններով, ովքեր ամոթահար էին եղել մարմնական գայթակղություններին տրվելու պատճառով։ Տեսեք Լուսինեն, տիկին Մարթա Սարգսյանի դուստրը, հղիացավ 16 տարեկանում լքվեց իր ընկերոջ կողմից։ Այժմ տներ է մաքրում երեխային պահելու համար, ասում էր նա զգուշացնող տոնով։ Կամ Դիանան, խոհարարուհու Զարմուհին, փախել էր այդ վարորդի հետ։ Ասում են, որ նա վատ է վերաբերվում նրան, բայց այժմ արդեն ուշ է։ 14 տարեկանում համայնքի մատուռում անցկացված մտերիմ արարողության ժամանակ Լիլիթը կուսության երդում էր տվել, խոստանալով իրեն պահել մինչ ամուսնությունը։ Նույն օրը մայրը նրան ներկայացրել էր Մաթոսին, նվիրված մի երիտասարդի, ով մեկնել էր արտասահմանում կրոնական առաքելության, բայց ով մի օր կվերադառնա, օրհնյալ ընտանիք կազմելու, ըստ տիկին Սելիա Տեր-Հարությունյանի խոսքերի։ Դու խոստացված ես լավ տղայի, դուստրս։ Աստծո մարդու, շնջացել էր մայրը այդ գիշեր, ուղղելով նրա մազերը, մինչ Լիլիթը, դեռ լիովին չհասկանալով, թե դա ինչ է նշանակում, պարզապես գլխով էր արել։ 7 տարի անց Լիլիթը շարունակում էր հավատարիմ մնալ խոստմանը, թե երբեք չէր զգացել, թե ինչ է նշանակում ինչ-որ մեկի համար սրտի արագ զարկը, երբեք չէր ճանաչել այլ հպում, քան մայրական գրկախառնությունները, երբեք չէր կասկածի տակ դրել իր համար նախատեսված ճանապարհը։ Մինչ այդ աշնանային կեսօրը։ Օրը սկսվել էր ինչպես ցանկացած այլ օր։ Լիլիթը շուտ էր արթնացել, օգնել էր նախաճաշ պատրաստել աշխատակիցների համար, կարգի էր բերել մի քանի հյուրասենյակներ, որոնք պետք է օգտագործվեին առանձնատանը կայանալիք գործարար հանդիպման համար, իսկ հետո գնացել էր գրադարան, իր գաղտնի ապաստարանը։ Ալեքսանյանների առանձնատան գրադարանը ինքնին մի տիեզերք էր։ Հատակից մինչ առաստաղ ձգվող պինդ փայտե դարակաշարեր, կրած երկաթից սահող սանդուղքներ, որոնք թույլ էին տալիս հասնել ամենաբարձր գրքերին, մեծ պատուհաններ, որոնք դուրս էին գալիս դեպի այգի, թույլ էին տալիս արի ոսկե լույսին լուսավորել գիտելիքի այդ տաճարը։ Այնտեղ Լիլիթն իրեն ազատ էր զգում, թեկուզ առանձնատան պատերի ներսում։ Նրա ձեռքերը սահում էին գրքերի կազմերի վրայով, նվիրական մասունքների դիպչողի պես։ Յուրաքանչյուր հատոր մի դուռ էր դեպի տարբեր աշխարհներ, որտեղ իր նման կանայք կարող էին լինել հերոսուհիներ, գիտնականներ, արկածախնդիրներ, թագուհիներ։
Աշխարհներ, որտեղ ճակատագիրը նախասահմանված չէր մանկության մեջ արված խոստումներով։ Մաչադո դե Ասիսը նրա սիրելի հեղինակն էր։ Ինչ-որ բան կար նրա հասարակությունը վերլուծելու, մարդկային կեղծիքներն ու հակասությունները բացահայտելու ձի մեջ, որը խորապես արձագանքում էր Լիլիթի մոտ։ Միգուցե այն պատճառով, որ ապրելով որպես լուր դիտորդ այդ վեհաշուկ տանը, նա նույնպես քննադատական հայացք էր զարգացրել իրեն շրջապատող սոցիալական դինամիկայի նկատմամբ։ Այդ կեսօրին նա փնտրում էր Դոն Կասմուրոյի մի օրինակ, որը սկսել էր կարդալ նախորդ շաբաթ չէր կարողացել ավարտել։ Նրա մատները սահում էին գրքերի կազմերի վրայով, երբ լսեց գրադարանի դուռը բացվելիս։ Սովորական չէր, որ իրենից բացի ուրիշ մեկն այդ տարածք էր հաճախում ցերեկը, հատկապես այդ ժամին։ Նա շրջվեց, հույս ունենալով տեսնել որևէ աշխատակցի կամ գուցե իր մորը։ Բայց նրանցից ոչ մեկը չէր։ Դրան մոտ կանգնած զարմանքով, որը արագորեն վերածվեց հետաքրքրության, Գորգ Ալեքսանյանն էր, ընտանիքի հարստության ժառանգորդը, ով նոր էր ժամանել Երանից ընտանեկան բիզնեսը հեռակա կարգով ղեկավարելու տարիներից հետո։ 38 տարեկանում Գորգը հաջողության մարմնացումն էր։ Բարձրահասակ, նկատելի դիմագծերով, որոնք համատեղում էին հանքարդյունաբերական կայսրություն ղեկավարողի խստությունն ու սերունդներով մշակված արիստոկրատական էլեգանտությունը։ Սմազեր, քունքերում աննկատ արծաթագույն թելերով, խորաթափանց կանաչ աչքերով կեցվածքով, որն ակնթարթային հարգանք էր ներշնչում։ Կներեք, ասաց նա, նրա խորը ձայնը լցրեց սենյակը։ Չգիտեի, որ գրադարանը զբաղված է։ Լիլիթը զգաց, թե ինչպես է դեմքը տաքանում։ Արդյոք նա չպետք է այնտեղ լիներ։ Նա ընդամենը տնային կառավարչի դուստրն էր, ի վերջո։ Ես արդեն գնում եմ, պարոն, պատասխանեց, իջեցնելով աչքերը փակելով իր ձեռքի գիրքը։ Գորգը դանդաղ քայլերով մոտեցավ, ուշադիր դիտելով երիտասարդ կնոջը։ Ինչ-որ տարբեր բան կար նրա մեջ։ Նա իրեն չէր պահում մյուս աշխատակիցների պես, ուներ յուրահատուկ ներկայություն, ամոթխածության լուռ վճռականության խառնուրդ։ Մաչադո դե Ասիս։ Մեկնաբանեց նա, նկատելով նրա ձեռքի գիրքը։ Հետաքրքիր ընտրություն։ Նա իմ սիրելի հեղինակներից է, ավտոմատ պատասխանեց Լիլիթը, նախքան մտքով իրեն կկշտամբեր, որ մոր տիրոջ հետ խոսում է, կարծես հավասար լինեին։ Թեթ ժպիտ հայտնվեց Գորգի շուրթերին։ Իմն էլ է, խոստովանեց նա։ Հատկապես, Դոն Կասմուրոն։ Կասկածը, որը մնում է վերջում։ Դա վստահության վարժություն է, չեք կարծում։ Լիլիթը բարձրացրեց աչքերը, զարմացած մեկնաբանությունից։ Մի պահ մոռացավ, թե ով է նա, ով է ինքը։ Դուք կարծում եք, որ կապիտուն դավաճանել է Բենտինյոին, հարցրեց նա, նրա ձայնը ավելի վստահ տոն ստացավ։ Գորգը քայլեց դեպի գրադարանը զարդարող կաշվե բազկաթոռներից մեկը նստեց, մատնացույց անելով կողքի բազկաթոռը, որպեսզի նա նույնն անի։ Տատանվելով, Լիլիթն ընդունեց հրավերը։ Դա է մեծ հարցը, չէ՞։ Մաչադոյի հիանալի երկիմաստությունը, մտածեց նա, հետաքրքրությամբ դիտելով նրան։ Անձամբ ես հակված եմ հավատալու, որ ոչ։ Բենտինյոն խորապես անվստահ պատմող էր, տանջված պաթոլոգիական խանդից։ Մենք տեսնում ենք միայն նրա փաստերի տարբերակը, զտված նրա նյարդոզներով։ Լիլիթը գլխով արեց, տպավորված վերլուծությունից։ Ես էլ եմ այդպես մտածում։ Ինքը վերնագիրն արդեն հուշում է դա, Դոն Կասմուրո, փակ, մեկուսացած, դառը մարդ։ Ինձ վստահելի պատմող չի թվում։ Հենց այդպես է, համաձայնեց Գորգը, նրա աչքերում հիացմունքի փայլ կար։ Ես Գորգ Ալեքսանյանն եմ, ի դեպ։ Իսկ դուք։ Լիլիթ։ Լիլիթ Ալմեիդյան։ Ես տիկին Սելիա Տեր Հարությունյանի դուստրն եմ, տնային կառավարչի։ Նրա աչքերում ճանաչման փայլ անցավ։ Ահ, այո։ Սելյան նշել էր, որ դուստր ուներ, ով սիրում էր գրականություն։ Ուրեմն դուք եք։ Լիլիթը գլխով արեց, անհարմար զգալով խոսակցությունների թեմա լինելու մտքից։ Էլ ինչ էր պատմել իր մայրը իր մասին։ Երկար եք այստեղ ապրում, հարցրեց Գորգը, կարծես անկեղծորեն հետաքրքրված լիներ։ Գրեթե ծնվածս օրվանից, պատասխանեց։ Մայրս ձեր ընտանիքի համար աշխատում է գրեթե 30 տարի։ Եվ երբեք չեք մտածել հեռանալու մասին։ Համալսարան, միգուցե։ Հարցը Լիլիթին անակնկալի բերեց։ Իհարկե, նա մտածել էր դրա մասին, նույնիսկ երազել։ Բայց իր իրականությունը միշտ այդքան սահմանված, այդքան փակ էր թվում հնարավորությունների առումով։ Հեռակա եմ սովորում։
Գրականություն, ասաց վերջապարապես։ Եվ մորս եմ օգնում տամ որոշ գործերում։ Գորգը գլխով արեց, կարծես հավանություն տալով ակադեմիական ընտրությանը։ Գրականություն, ուրեմն։ Դա բացատրում է նուրբ ճաշակը, մեկնաբանեց, մատնացույց անելով գիրքը։ Ես ունեմ մասնավոր հավաքածու, որը գուցե ձեզ հետաքրքրի։ Առաջին հրատարակություններ, որոշ հազվագյուտություններ։ Կարող էի մի օր ցույց տալ ձեզ։ Լիլիթի սիրտը անբացատրելիորեն արագացավ։ Ինչ-որ բան կար նրա նայելու, նրա հետ խոսելու ձի մեջ, ոչ թե որպես աղախնի դուստր, այլ որպես ուշադրության, հարգանքի արժանի մեկը։ Դա պատիվ կլիներ, պարոն։ Գորգ, ուղղեց նա մեղմորեն։ Այստեղ գրքերի մեջ մենք ընդամենը 2 ընթերցող ենք, չեք կարծում։ Զրույցն այնտեղից բնականորեն հոսեց։ Նրանք հայտնաբերեցին ընդհանուր գրական ճաշակներ, Մաչադոյից բացի, հիացմունք էին կիսում Կլարիս Լիսպեկտորի, Ժոզե Սարամագոյի, Գաբրիել Գարսիա Մարկեսի նկատմամբ։ Քննարկեցին լատինաամերիկյան ֆանտաստիկ ռեալիզմը, բրազիլական մոդեռնիստական պոեզիան, ռուսական դասականները, որոնք երկուսն էլ գնահատում էին։ Գրեթե 2 ժամ Լիլիթը լիովին մոռացել էր, թե ով է ինքը, որտեղ է գտնվում։ Իր կյանքում առաջին անգամ իրեն իսկապես տեսած լսված էր զգում։ Ոչ որպես տնային կառավարչի դուստր, ոչ որպես հեռավոր միսիոներին խոստացված երիտասարդ կին, այլ որպես Լիլիթ, սեփական մտքերով, կարծիքներով, երազանքներով անձնավորություն։ Երբ վերջապես նկատեց ժամի առաջընթացը, շտապ վեր կացավ։ Պետք է գնամ։ Մայրս հավանաբար ինձ է փնտրում։ Գորգը նույնպես վեր կացավ, նրա դեմքին դժկամության արտահայտություն կար։ Հաճելի էր ձեզ հետ զրուցել, Լիլիթ։ Հուսով եմ, որ կկարողանանք կրկնել այս հանդիպումը։ Ես էլ եմ, անկեղծորեն պատասխանեց նա։ Գրադարանից դուրս գալիս Լիլիթն իրեն թեթ էր զգում, գրեթե սավառնում էր։ Ինչ-որ բան փոխվել էր իր ներսում, կարծես մի դուռ, որի փակ լինելը նույնիսկ չգիտեր, հանկարծակի բացվել էր։ Հաջորդ օրերին նրանք պատահաբար մի քանի անգամ հանդիպեցին նույն տարածքում։ Գրականության մասին զրույցները վերածվեցին փիլիսոփայության, արվեստի, երաժշտության քննարկումների։ Գորգը Լիլիթի մեջ հայտնաբերեց գիտելիքի ծարավի մի միտք, որը մշակված չէր ավանդական ակադեմիական կանոններով, բայց փայլուն էր իր իսկության մեջ։ Լիլիթը իր հերթին սկսեց տեսնել ավելին, քան խիստ գործարարի կերպարը, որը նկարագրում էին ամսագրերը։ Այո, նա տեսել էր նրա դեմքը մի քանի անգամ գործարար հրատարակություններում, նույնիսկ տաբլոիդներում, որոնք նրա անունը կապում էին դերասանուհիների մոդելների հետ։ Բայց այն մարդը, ում նա ճանաչում էր գրադարանում, տարբեր էր, խորհրդածող, երբեմն մելանխոլիկ, նուրբ հումորի զգացումով քաղաքավարությամբ, որը կարծես պահված էր միայն այդ կիսված պահերի համար։ Մի հատկապես հաճելի կեսօրին, երբ քննարկում էին Մաչադո դե Ասիսի այլմոլորակայինը, Գորգը պատահաբար նշեց. Գիտեք, դուք ինձ մի փոքր հիշեցնում եք Քարություն Իրաքելին։ Աշխարհը միաժամանակ քննադատական կարեկցող աչքերով դիտելու այդ ունակությունը։ Լիլիթը ժպտաց, հուզված Մաչադոյի ամենաբարդ հերոսուհիներից մեկի հետ համեմատությունից։ Իսկ դուք ինձ մի փոքր հիշեցնում եք Ֆելիքսին, պատասխանեց, անդրադառնալով նույն ստեղծագործության գլխավոր հերոսին։ Փայլուն, բայց տանջված անցյալի ուրվականներով։ Նրանց միջ նշանակալի լռություն տիրեց։ Նա ինչ-որ իրական բանի էր դիպել, հասկացավ Լիլիթը։ Գորգն իրոք ուրվականներ էր կրում։ Կներեք, եթե անզգույշ էի, շտապեց ասել։ Ոչ, դուք ճիշտ եք, պատասխանեց նա, պատուհանից նայելով առանձնատան այգիներին։ Ինչպես Ֆելիքսը, ես էլ ունեմ իմ ներքին դերը։ Կարծում եմ, արդեն լսել եք սկանդալի մասին, չէ՞։ Լիլիթը տատանվեց։ Այո, նա լսել էր աշխատակիցների շնջուկները անհետացած քարտուղարուհու գործի մասին, որը տարիներ առաջ խաթարել էր Գորգի հեղինակությունը։ Բայց նա երբեք մեծ ուշադրություն չէր դարձրել բամբասանքներին։ Ինչ-որ բան աշխատակցուհու մասին, պատասխանեց անորոշ։ Մարիամ Սարգսյան, ասաց Գորգը, անունը կարծես ծանրություն էր նրա շուրթերին։ Երանում մեր ընկերություններից մեկի աշխատակցուհի, ով առեղծվածային կերպով անհետացել էր։ Մեղադրանքներ կային իմ դեմ։ Երբեք չապացուցված, բայց նա երբեք չմոռացված։ Նրա ձայնի մեջ անկեղծ ցավ կար, հասկացավ Լիլիթը։ Ոչ թե անարդարացիորեն մեղադրվողի զայրույթը, այլ ավելի խորը տխրություն։ Իրականում ինչ է տեղի ունեցել, հարցրեց մեղմորեն։ Գորգը երկար նայեց նրան, կարծես գնահատում էր, թե արդյոք կարող է վստահել նրան։ Դա ուրիշ օրվա պատմություն է, պատասխանեց վերջապես։
բայց շնորհակալ եմ հարցնելու համար։ Մարդկանց մեծ մասը նախընտրում է դատել հեռվից։ Այդ գիշեր իր մոր սենյակներին կից փոքրիկ սենյակի պարզ մահճակալին պառկած Լիլիթը երկար մտածում էր Գորգ Ալեքսանյանի մասին։ Ինչ-որ առեղծված կար նրա մեջ, շերտեր, որոնք նա հիմա նոր էր սկսում տեսնել։ Եվ ավելի անհանգստացնող, իր սրտում մի զգացում էր աճում, որը նա չէր կարողանում կամ չէր ուզում անվանել։ Տիկին Սելիա Հարությունյանը նկատեց դստեր փոփոխությունը։ Ավելի պայծառ աչքերը, արտաքինի հանդեպ ավելի մեծ ուշադրությունը, գրադարան կատարած ավելի հաճախակի այցելությունները։ Սկզբում նա դա չէր կապում տիրոջ ներկայության հետ, ով հազվադեպ էր երկար ժամանակ մնում առանձնատանը։ Բայց երբ մի առավոտ տեսավ նրանց աշխույժ զրուցելիս այգում, մայրական սրտում տագնապի զանգ հնչեց։ Լիլիթ, ի՞նչ է կատարվում ձեր պարոն Ալեքսանյանի միջ, ուղղակիորեն հարցրեց նա այդ գիշեր, մինչ դուստրը քնից առաջ մազերը սանրում էր։ Ոչինչ, մայրիկ։ Պարզապես գրքերի մասին ենք խոսում, պատասխանեց Լիլիթը, զգալով, թե ինչպես է դեմքը տաքանում։ Տիկին Սելիա Հարությունյանը հոգոց հանեց, նստելով դստեր մահճակալի եզրին։ Դուստրս, դու պետք է հասկանաս։ Կան պատնեշներ, որոնք չպետք է անցնել։ Պարոն Ալեքսանյանը պատկանում է մեկ այլ աշխարհի։ Մի աշխարհի, որտեղ մեր նման մարդիկ ծառայում են, ոչ թե մասնակցում։ Բառերը Լիլիթին հարվածեցին ապտակի պես։ Իհարկե, նա գիտեր դա։ Իհարկե, նա հասկանում էր սոցիալական հեռավորությունը, որը նրանց բաժանում էր։ Բայց մի քանի ժամով, գրադարանի այդ զրույցների ընթացքում, այդ հեռավորությունը կարծես նվազում էր, գրեթե անհետանում։ Բացի այդ, շարունակեց տիկին Սելիա Հարությունյանը, նրա ձայնն այժմ ավելի մեղմ էր, դու չես մոռացել քո պարտավորությունը, չէ՞։ Մաթոսը Հայաստան է վերադառնում մի քանի ամսից։ Այն պարտավորությունը, որը դուք ստանձնել եք Աստծո առաջ։ Լիլիթը իջեցրեց աչքերը։ Ինչպես կարող էր մոռանալ։ Այն պարտավորությունը, որն արվել էր, երբ նա գրեթե երեխա էր, մի երիտասարդի հետ, ում Էլեգ էր ճանաչում, ում տարիներով չէր տեսել։ Մի պարտավորություն, որն այժմ առաջին անգամ սկսում էր ծանրություն լինել իր պարանոցին։ Չեմ մոռացել, մայրիկ, պատասխանեց վերջապես։ Հիանալի է, տիկին Սելիա Հարությունյանը համբուրեց դստեր ճակատը։ Որովհետև այսօր նրանից նամակ ստացա։ Նա վերադառնում է նախատեսվածից շուտ։ 2 շաբաթից նա այստեղ կլինի։ Լիլիթի սիրտը սուզվեց։ 2 շաբաթ։ 2 շաբաթից նրա կյանքը կվերադառնա նախատեսված ուղին։ Ազատության կարճ ընդմիջումը, որը նա զգացել էր Գորգի հետ զրույցներում, ընդամենը հիշողություն կլիներ։ Մաթոսը լավ մարդ է, դուստրս, շարունակեց տիկին Սելիա Հարությունյանը, շոյելով Լիլիթի մազերը։ Աստվածավախ մարդ, ով կկարողանա քեզ առաջնորդել ուղղության ճանապարհներով։ Դուք միասին օրհնյալ կյանք կկառուցեք, հեռու աշխարհիկ գայթակղություններից։ Վերջին նախադասության շեշտադրումը հստակ էր դարձնում, թե որը գայթակղություններին էր նա անդրադառնում։ Լիլիթը պարզապես գլխով արեց, չվստահելով իր ձայնին պատասխանելու համար։ Երբ վերջապես մենակ մնաց, թույլ տվեց, որ մի լուռ արցունք սահի իր դեմքով։ Այն, ինչ նա չգիտեր, երբ այդ գիշեր գլուխը դրեց բարձին, այն էր, որ առանձնատան գլխավոր գրասենյակում Գորգ Ալեքսանյանը նույնպես մտածում էր նրա մասին, դիմակայելով իր սեփական ներքին դերին։ Ալեքսանյանների ժառանգորդի համար Լիլիթի հանդեպ զգացած ձգտումն այնքան անսպասելի էր, որքան անհարմար։ Տարիներ շարունակ անթերի կարիերա կառուցելուց հետո, հաղթահարելով այն սկանդալը, որը խաթարել էր նրա անունը 5 տարի առաջ, երբ Մարիամ Սարգսյանը առեղծվածային կերպով անհետացել էր, առաջացնելով երբեք չապացուցված մեղադրանքներ, վերջին բանը, որ նրան պետք էր, տնային կառավարչի դստեր հետ շփվելն էր։ Եվ այնուամենայնիվ, նա չէր կարողանում մտքից հանել այդ շագանակագույն աչքերը, այդ կենդանի ինտելեկտը, այդ մաքրությունը, որը հակասում էր այն ամենին, ինչ նա գիտեր բիզնես աշխարհում այն մակերեսային հարաբերություններում, որոնց սովոր էր։ Մինչ իր գրասենյակի պատուհանից դիտում էր գիշերը, Գորգն իրեն խոստացավ հեռու մնալ։ Դա լավագույնն էր բոլորի համար։ Բայց ճակատագիրը միշտ հեգնական, այլ պլաններ ուներ։ Եթե հավանում եք, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին։ Հաջորդ առավոտյան Գորգին անակնկալի բերեց Երանում իր փաստաբանի զանգը։ Մարիամ Սարգսյանի գործի հետ կապված հին փաստաթղթեր էին հայտնաբերվել, խելամիտ կլիներ, որ նա մի քանի շաբաթ մնար Դիլիջանում, մինչ իրավիճակը պատշաճ կերպով կվերլուծվեր։ Նախընտրում եմ, որ հիմա չճանապարհորդեք, Գորգ, խորհուրդ տվեց փաստաբանը։
Եթե մամուլը իմանա, որ դուք կտրուկ լքել եք քաղաքը այս փաստաթղթերի հայտնվելուց հետո, նրանք կարող են դա մեկնաբանել որպես փախուստ։ Ինչ փաստաթղթեր են դրանք կոնկրետ, հարցրեց Գորգը, զգալով ծանոթ լարվածությունը, որը միշտ ուղեկցում էր Մարիամի գործի հիշատակումներին։ Դեռ վերլուծում ենք։ Կարծես անձնական նամակագրություն է, որտեղ հիշատակվում եք դուք Մարիամը։ Հավանաբար ոչինչ զգալի չէ, բայց պետք է զգույշ լինենք։ Անջատելուց հետո Գորգը հակասական զգացումներով նայեց առանձնատանը մնալու հեռանկարին։ Մի կողմից նա վախենում էր, որ Լիլիթի հետ շարունակական մտերմությունը միայն կուժեղացնի այն, ինչ նա արդեն զգում էր նրա հանդեպ։ Մյուս կողմից նա չէր կարող շղթել նրան նորից տեսնելու, այդ զրույցները շարունակելու ցանկությունը, որոնք կարծես լուսավորում էին նրա օրերը այդ մութ հիշողություններով լի վայրում։ Այդ կեսօրվա վերջում, երբ արի ոսկե լույսը սկսում էր նոսրանալ նարնջագույն երանգների մեջ, Գորգը գնաց գրադարան, գրեթե անգիտակցաբար։ Նրա մի մասը հույս ուներ, ցանկանում էր այնտեղ գտնել Լիլիթին, մինչ մյուս մասը աղոթում էր, որ տարածքը դատարկ լինի։ Երբ բացեց դուռը, նրա սիրտը արագացավ։ Այնտեղ էր նա, ընկղմված ընթերցանության մեջ, կեսօրվա վերջի լույսը ոսկե լուսապսակ էր ստեղծում նրա հիմա բացված մազերի շուրջ, շրջանակելով նրա կենտրոնացած դեմքը։ Մի պահ նա պարզապես լուր դիտում էր նրան, գերված այդ տեսարանի պարզ բնական գեղեցկությամբ։ Լիլիթը կարծես գրադարանի մի մասն էր, կարծես պատկանում էր գիտելիքի մտորումների այդ տիեզերքին այնքան, որքան ինքնին գրքերը։ Կարող եմ միանալ ձեզ, հարցրեց վերջապես, ստիպելով նրան բարձրացնել հայացքը։ Ժպիտը լուսավորեց Լիլիթի դեմքը, ճանաչելով նրան։ Իհարկե, պատասխանեց, մասամբ փակելով կարդացած գիրքը, մատը էջերի մեջ պահելով, իր տեղը նշելու համար։ Այսօր ինչ եք կարդում, հարցրեց Գորգը, նստելով նրա մոտ գտնվող բազկաթոռին։ Գիմարայնշ Ռոզայի մեծ սերտաոն։ Արահետները, պատասխանեց, ցույց տալով շապիկը։ Դա իմ երկրորդ փորձն է։ Առաջինը չափազանց սարսափելի էր։ Գորգը ժպտաց, հասկացողաբար։ Ռոզան համբերություն է պահանջում։ Լեզուն մի գետ է, որը պետք է մեզ տանի, ոչ թե մի ուղի, որը պետք է անցնել ուղիղ գծով։ Հենց այդպես է։ Ես հիմա սկսում եմ հասկանալ ռիթմը, համաձայնեց Լիլիթը, ոգորված։ Այնուհետ, կարծես հանկարծ ինչ-որ բան հիշելով, նրա ժպիտը թուլացավ։ Կարծում էի, որ այսօր կվերադառնաք երան։ Պլաններում փոփոխություն եղավ, բացատրեց Գորգը միտումնավոր անորոշ։ Մի քանի շաբաթ կմնամ։ Ինչ-որ բան նրա տոնի մեջ, մի նուրբ լարվածություն, արթնացրեց Լիլիթի հետաքրքրությունը, բայց նա չհամառեց։ Փոխարենը, նրանք վերադարձան գրական քննարկելով Գիմարայնշ Ռոզայի բարդությունը, լեզվի մտքի հարաբերությունը, թե ինչպես որոշ հեղինակներ կարողանում էին ամբողջ աշխարհներ ստեղծել լեզվական նորարարությունների միջոցով։ Զրույցը, ինչպես միշտ, բնականորեն հոսում էր նրանց միջ, գրականությունից անցնելով փիլիսոփայության, պատմությունից արվեստի, բացահայտելով զարմանալի մտավոր նմանություններ։ Կային պահեր, երբ նրանց հայացքները հանդիպում էին մնում կապված վայրկյաններով, որոնք կարծես ձգվում էին, լի չարտահայտված իմաստով։ Կարող եմ անձնական բան հարցնել, հարցրեց Լիլիթը, հարմարավետ լռությունից հետո։ Գորգը գլխով արեց, թե նրա դեմքով անհանգստության ստվեր անցավ։ Ինչու եք այդքան միայնակ թվում։ Այն, ինչ կարդացել եմ ամսագրերում, Երանում բավականին սոցիալական էի։ Հարցը զարմացրեց Գորգին։ Ոչ թե համարձակությունից, այլ խորաթափանցությունից։ Իրոք, վերջին տարիներին նա զգալիորեն հեռացել էր այն սոցիալական շրջանակից, որին նախկինում հաճախ էր հաճախում։ Ամսագրերը միշտ չէ, որ իրականությունն են արտացոլում, պատասխանեց մելանխոլիկ ժպիտով։ Բայց դուք ճիշտ եք։ Մի ժամանակ տարբեր էր։ Սկանդալը շատ բան փոխեց։ Ընկերները հեռացան, դռները փակվեցին։ Եվ ես հայտնաբերեցի, որ նախընտրում եմ իմ սեփական ընկերակցությունը, քան այն մարդկանցը, ովքեր դատում էին ինձ, առանց փաստերը իմանալու։ Դժվար պետք է լիներ, մեղմորեն մեկնաբանեց Լիլիթը։ Հրապարակայնորեն դատվել ինչ-որ բանի համար, որ նա տատանվեց, Գորգը լրացրեց։ Ինչ-որ բանի համար, որ չեմ արել։ Նրանց միջ ծանր լռություն տիրեց։ Առաջին անգամ էր, որ նա այդքան ուղղակիորեն հայտարարում էր իր անմեղությունը։ Իրականում ինչ է տեղի ունեցել Մարիամ Սարգսյանի հետ, հարցրեց Լիլիթը, նրա ձայնը գրեթե շշուկ էր։ Գորգը խորը հոգոց հանեց, կարծես որոշելով, թե որքան կարող է բացահայտել։ Մարիամն աշխատում էր որպես գործադիր քարտուղար մեր ընկերություններից մեկում։
նա բացառիկ կոմպետենտ էր նվիրված։ Մենք սկսեցինք նկատել, որ նա կարծես վախեցած էր։ Քաշ էր կորցնում, միշտ լարված էր, անընդհատ ուսի վրայով էր նայում։ Նա դադար տվեց, հիշելով այդ օրերը։ Մի օր նա եկավ իմ գրասենյակ, դողալով։ Ասաց, որ իրեն հետում են, սպառնում։ Չցանկացավ բացահայտել, թե ով, պարզապես ասաց, որ դա ինչ-որ մեկն է, կասկածից վեր։ Ես օգնություն առաջարկեցի, մասնավոր անվտանգություն, նոր բնակարան։ Նա հրաժարվեց, ասելով, որ դա միայն կվատթարացնի իրավիճակը։ Այնուհետ, ես առաջարկեցի օգնել նրան սկսել նորից մեկ այլ քաղաքում, նոր ինքնությամբ։ Նա դիտարկեց առաջարկը, ասելով, որ կմտածի։ Գորգս մեկ դադար տվեց, նրա դեմքը մթագնած էր հին անհանգստություններից։ Հաջորդ շաբաթ նա պարզապես անհետացավ։ Առանց նախազգուշացման, առանց հետքի։ Ոստիկանությունն ինձ կասկածյալ համարեց, հզոր ղեկավարը, ով իբր թե շփվել էր աշխատակցուհու հետ, իսկ հետո վերացրել էր նրան, երբ նա սպառնացել էր բացահայտել գործը։ Հարմար պատմություն, բացի այն փաստից, որ այն լիովին կեղծ էր։ Դուք կարծում եք, որ նա փախել է։ Այն մարդուց, ով սպառնում էր նրան։ Գրեթե վստահ եմ։ Անկեղծորեն հույս ունեմ, որ նա կարողացել է խաղաղությամբ վերակառուցել իր կյանքը ինչ-որ անվտանգ վայրում։ Նրա ձայնի մեջ անկեղծ ցավ կար, որը խորապես հուզեց Լիլիթին։ Սա այն սառը հաշվարկող մարդը չէր, ում նկարագրում էին տաբլոիդները։ Սա ինչ-որ մեկն էր, ով կրում էր իր խնամքի տակ գտնվող մեկին պաշտպանել չկարողանալու բեռը։ Ցավում եմ, ասաց նա պարզապես։ Ինչի՞ համար, հարցրեց նա։ Այն ամենի համար, ինչով անցել եք։ Անարդարացիորեն դատվելու համար։ Այս պատմությունը մենակ գրելու համար։ Գորգը ժպտաց, իսկական ժպիտ, որը լուսավորեց նրա կանաչ աչքերը։ Շնորհակալություն, մեղմորեն ասաց նա։ Հազվադեպ է հանդիպել մեկին, ով պարզապես լսում է։ Առանց նախապաշարմունքների։ Այդ պահին ինչ-որ բան փոխվեց նրանց մեջ։ Անտեսանելի պատնեշ քանդվեց։ Երբ Գորգը ձեռքը մեկնեց թեթակի դիպավ Լիլիթի ձեռքին, այդ ժեստը միաժամանակ անմեղ խորապես նշանակալից էր թվում։ Նրանց հայացքները հանդիպեցին, մի ակնթարթում շրջակա աշխարհը կարծես անհետացավ։ Պահը ընդհատվեց գրադարանի դուռը բացվելու ձայնով։ Նրանք արագորեն հեռացրին ձեռքերը, կարծես դեռահասներ լինեին, բռնված հանցանքի վայրում։ Դա տիկին Սելիա Տեր-Հարությունյանն էր, նրա դեմքը վատ թաքցված անհանգստության դիմակ էր։ Լիլիթ, խոհանոցում քո օգնությունն է պետք, ասաց նշանակալի հայացք նետելով դստեր վրա։ Անմիջապես։ Իհարկե, մայրիկ։ Արդեն գնում եմ։ Մինչ Լիլիթը հավաքում էր իր գիրքը պատրաստվում էր հեռանալ, տիկին Սելիա Տեր-Հարությունյանը մնաց դռան մոտ, քննադատական աչքերով դիտելով տեսարանը։ Հաճելի էր, ինչպես միշտ, ասաց Գորգը, վեր կենալով հարգանքի նշանով։ Ինձ համար էլ, պատասխանեց Լիլիթը, խուսափելով ուղղակիորեն նայել նրան մոր ներկայությամբ։ Երբ փակեց գրադարանի դուռը իր հետից, տիկին Սելիա Տեր-Հարությունյանը ամուր բռնեց դստեր բասկից։ Ինչ ես կարծում, թե անում ես, բարկացած շշնջաց նա։ Միթե երեկ չենք խոսել այդ մասին։ Մենք պարզապես գրականություն էինք քննարկում, մայրիկ, պաշտպանվեց Լիլիթը, թե գիտեր, որ շատ ավելին էր կատարվում։ Ես տեսա, թե ինչպես էր նա նայում քեզ։ Ինչպես դու էիր նայում նրան։ Դա պետք է դադարի, Լիլիթ։ Հիմա։ Իր կյանքում առաջին անգամ Լիլիթն իր ներսում զգաց ապստամբության մի կայծ։ Ինչո՞վ։ Ինչու պետք է դադարի։ Որովհետև նա իմ տերն է։ Թե։ Որովհետև ես արդեն խոստացված եմ մի մարդու, ում էլեգ եմ ճանաչում։ Տիկին Սելիա Տեր-Հարությունյանի դեմքը գունատվեց դստեր անսպասելի պատասխանից։ Որովհետև դա վտանգավոր է, պատասխանեց, ձայն ավելի իջեցնելով։ Կան բաներ, որոնք դու չգիտես, Լիլիթ։ Բաներ անցյալի մասին, քո ով լինելու մասին, նրա ով լինելու մասին։ Սարսուռ անցավ Լիլիթի ողնաշարով։ Ինչի՞ մասին ես խոսում։ Տիկին Սելիա Տեր-Հարությունյանը նյարդայնորեն շուրջը նայեց, կարծես վախենում էր լսվելուց։ Ոչ այստեղ։ Այս գիշեր կխոսենք։ Առայժմ հեռու մնա պարոն Ալեքսանյանից։ Խնդրում եմ, դուստրս։ Քո իսկ բարօրության համար։ Օրվա մնացած մասը Լիլիթի համար անցավ շփոթության անհանգստության մշուշի մեջ։
Ինչ էր ուզում ասել մայրը այդ առեղծվածային բառերով։ Ինչ գաղտնիքներ անցյալից կարող էին վտանգավոր դարձնել նրա մտերմությունը Գորգի հետ։ Երբ վերջապես ավարտեց իր գործերը խոհանոցում, Լիլիթը որոշեց, որ չի կարող պարզապես սպասել մինչ գիշեր պատասխաններ ստանալու համար։ Մոր շտապողականության, նրա տոնի լրջության մեջ ինչ-որ բան հուշում էր, որ հարցն ավելի լուրջ էր, քան ի սկզբանե պատկերացրել էր։ Փոխանակ վերադառնալու իր սենյակ, ինչպես սպասվում էր, նա գնաց առանձնատան նկուղը, որտեղ գիտեր, որ տիկին Սելիա Տեր-Հարությունյանը պահում էր հին փաստաթղթեր անձնական իրեր։ Եթե անցյալի գաղտնիքներ կային, գուցե այնտեղ ինչ-որ հուշում գտներ։ Նկուղը թույլ էր լուսավորված, ցածր առաստաղից կախված էր միայն մեկ թույլ լամպ։ Փայտե դարակաշարերը ծածկում էին պատերը, լի փոշոտ արկղերով ծածկոցներով ծածկված իրերով։ Լիլիթը սկսեց մեթոդաբար զննել արկղերը, փնտրելով այն ամենը, ինչ կարող էր պարզաբանել իր մոր առեղծվածային խոսքերը։ Գրեթե 1 ժամ անօգուտ որոնումներից հետո, երբ արդեն սկսում էր մտածել հանձնվելու մասին, նրա մատները դիպան դարակի ամենաբարձր մասում գտնվող երկու արկղերի մեջ թաքնված դեղնած ծրարի։ Այն տարբերվում էր մյուս փաստաթղթերից, չուներ պաշտոնական նույնականացում, միայն ձեռագրով գրված անուն՝ Մարիամ Սարգսյան։ Լիլիթի սիրտը արագացավ։ Մարիամ Սարգսյան, անհետացած աշխատակցուհին, ում մասին խոսել էր Գորգը։ Ինչ էր անում նրան ուղված նամակը իր մոր իրերի մեջ։ Դողացող մատներով Լիլիթը բացեց ծրարը։ Ներսում մետաքսյա թղթի վրա գրված նամակ կար, նուրբ շտապողական ձեռագրով։ Նա սկսեց կարդալ, յուրաքանչյուր բառ կարծես օդը դուրս էր քաշում նրա թոքերից։ Սիրելի Սելիա, երբ այս նամակը հասնի քո ձեռքին, ես արդեն հեռու կլինեմ։ Այլս չեմ կարող դիմանալ մշտական վախին, հայացքներին, քողարկված սպառնալիքներին։ Գիտեմ, որ կարծում ես, թե ես փախչում եմ նրանից, բայց դա ճիշտ չէ։ Գորգը եղել է իմ միակ պաշտպանությունն այս դժոխքում։ Հենց մյուսի պատճառով եմ հեռանում, նրա, ում բոլորը սուրբ են համարում, բայց ում իրական դեմքը միայն ես եմ ճանաչել։ Ես ինձ հետ տանում եմ ավելին, քան իմ իրերը։ Ես ինձ հետ տանում եմ նոր կյանք իմ ներսում։ Մի կյանք, որը պետք է պաշտպանեմ ցանկացած գնով։ Մի փնտրիր ինձ։ Երբ անվտանգ լինի, ես կկապվեմ։ Հոգ տար փոքրիկ Լիլիթի մասին։ Նա մի օր արժանի է իմանալ ճշմարտությունը, բայց ոչ հիմա։ Ոչ այնքան ժամանակ, քանի դեռ նա մոտ է։ Սիրով, Մարիամ նամակը ընկավ Լիլիթի դողացող ձեռքերից։ Նրա միտքը պտտվում էր, փորձելով մարսել այն, ինչ նոր էր կարդացել։ Մարիամը անձամբ ճանաչում էր իր մորը, նրանք բավական մտերիմ էին, որ նա վստահեր Սելիային։ Եվ ավելի զարմանալի, նամակում հիշատակվում էր հենց Լիլիթը, ով այդ ժամանակ պետք է ընդամենը երեխա լիներ։ Եվ կար ամենաազդեցիկ բացահայտումը՝ Գորգը պատմության չարագործը չէր։ Նա պաշտպանել էր Մարիամին։ Իրական վտանգը գալիս էր մյուսից, ինչ-որ մեկից, ում բոլորը կասկածից վեր էին համարում։ Ամեն վայրկյան ավելի շատ հարցեր էին առաջանում։ Ո՞վ էր Սուրբի անվան տակ թաքնված այդ վտանգավոր մարդը։ Ինչու էր Մարիամը հիշատակել Լիլիթին իր հրաժեշտի նամակում։ Ինչ ճշմարտություն պետք է բացահայտվեր մի օր։ Նկուղի աստիճաններից եկող քայլերի ձայնը Լիլիթին դուրս բերեց մտքերից։ Արագորեն նա նամակը դրեց ծրարի մեջ, այն հետ դրեց արկղերի մեջ, վայրկյաններ առաջ, երբ մայրը հայտնվեց նկուղում։ Ինչ-որ հետաքրքիր բան գտար, հարցրեց տիկին Սելիա Տեր-Հարությունյանը, մի տոնով, որը կարծես ինչ-որ բան էր թաքցնում։ Ոչինչ առանձնահատուկ, ստեց Լիլիթը, խուսափելով մոր աչքերից։ Պարզապես հետաքրքրված էի որոշ հին իրերով։ Տիկին Սելիա Տեր-Հարությունյանը երկար դիտեց դստեր դեմքը, կարծես փորձում էր որոշել, թե արդյոք նա անկեղծ է։ Եկեք ճաշենք, ասաց վերջապես։ Հետո պետք է խոսենք։ Ճաշի ընթացքում, որն անցկացվում էր աշխատակիցների խոհանոցի փոքրիկ սեղանի մոտ, Լիլիթը էլեգ էր կարողանում կենտրոնանալ ուտելիքի վրա։ Նրա միտքը լի էր հարցերով, տեսություններով, Մարիամի նամակի, մոր առեղծվածային խոսքերի, Գորգի պատմած պատմության մեջ կապեր գտնելու փորձերով։ Երբ վերջապես ավարտեցին մյուս աշխատակիցները հեռացան, տիկին Սելիա Տեր-Հարությունյանը փակեց խոհանոցի դուռը, նորից նստեց, դստեր վրա նայելով մի լրջությամբ, որը Լիլիթը հազվադեպ էր տեսել նախկինում։ Ինչ գտար նկուղում, ուղղակիորեն հարցրեց նա։ Լիլիթը տատանվեց։ Կարող է շարունակել ստել, բայց ինչ-որ բան նրան ասում էր, որ ժամանակն է առերեսվել ճշմարտության հետ, որքան էլ ցավոտ լիներ այն։ Մարիամ Սարգսյանի նամակը, պատասխանեց վերջապես։
Որտեղ նա հիշատակում է ձեզ, հիշատակում է ինձ, հիշատակում է Գորգին որպես իր պաշտպան, այլ ոչ թե որպես իր հետապնդող։ Տիկին Սելիա Տեր-Հարությունյանը հակիրճ փակեց աչքերը, կարծես ուժեր էր հավաքում։ Պետք է այրեի այդ նամակը, մրմնջաց նա, ավելի շատ իրեն, քան Լիլիթին։ Բայց համարձակություն չունեցա։ Դա վերջին բանն էր, որ ունեի նրանից։ Դուք ընկերներ էիք։ Մենք քույրերի պես էինք, պատասխանեց տիկին Սելիա Տեր-Հարությունյանը, նորից բացելով աչքերը։ Մարիամը մի որոշ ժամանակ աշխատել է այստեղ, առանձնատանը, որպես սենյակապան, նախքան իմ առաջարկով Երանի գրասենյակ տեղափոխվելը։ Նա փայլուն էր, գիտեք։ Չափազանց խելացի էր, որպեսզի իր կյանքն անցկացներ մահճակալներ կարգի բերելով։ Հպարտության մի նոտա անցավ նրա ձայնով, ընկերուհու մասին խոսելիս։ Նամակում ասվում էր, որ նա հղի էր, շարունակեց Լիլիթը։ Ինչ պատահեց երեխայի հետ։ Ստվեր անցավ տիկին Սելիա Տեր-Հարությունյանի դեմքով։ Դա երկար պատմություն է, դուստրս։ Եվ ես վստահ չեմ, որ դու պատրաստ ես լսել այն։ Պատրաստ եմ, հաստատեց Լիլիթը, մի համոզմունքով, որը զարմացրեց երկուսին էլ։ Ես պետք է հասկանամ, թե ինչու է վտանգավոր իմ մոտենալը Գորգին։ Ես պետք է իմանամ, թե ինչ գաղտնիքներ են ինձ շրջապատում։ Խնդրում եմ, մայրիկ։ Տիկին Սելիա Տեր-Հարությունյանը խորը հոգոց հանեց, հանկարծակի ծերացած հոգնած թվալով։ Ամենից առաջ, դու պետք է մի բան հասկանաս, սկսեց նա, նրա ձայնը գրեթե շշուկ էր։ Այն ամենը, ինչ արեցի, բոլոր որոշումները, որ կայացրի, քեզ պաշտպանելու համար էին։ Միշտ։ Նրա խոսքերում մի ինտենսիվություն կար, որը Լիլիթին սարսուռ առաջացրեց։ Պաշտպանել ինձ ինչի՞ց։ Ումի՞ց։ Այն մարդուց, ով հետապնդում էր Մարիամին։ Այն մարդուց, ով ստիպեց նրան փախչել թողնել այն ամենը, ինչ նա գիտեր։ Մի մարդուց, ում բոլորը սուրբ էին համարում, բայց ով սարսափելի խավար էր թաքցնում։ Ով, պնդեց Լիլիթը, զգալով, թե ինչպես է սիրտը արագանում։ Տիկին Սելիա Տեր-Հարությունյանը նյարդայնորեն նայեց փակ դռանը, կարծես վախենում էր լսվելուց։ Մաթոսը, բացահայտեց վերջապես։ Քահանա Մաթոս Քարթոսո։ Անունը Լիլիթին հարվածեց ֆիզիկական հարվածի պես։ Մաթոս միսիոները, ում նա խոստացված էր դեռահասության տարիներին, մարդը, ով 2 շաբաթից կվերադառնար, պահանջելու աստվածային պարտավորությունը, որն արվել էր տարիներ առաջ։ Ինչ, կարողացավ վերջապես ասել, նրա ձայնը խզվեց։ Մաթոսը Մարիամի նախկին փեսացու՞ն էր։ Այն մարդը, ով հետապնդում էր նրան։ Տիկին Սելիա Տեր-Հարությունյանը լրջորեն գլխով արեց։ Նրանք նշանված էին երիտասարդ տարիներին։ Մարիամը խզեց պարտավորությունը, երբ հասկացավ նրա վերահսկող վարքը, նրա հիվանդագին մոլուցքը, որը քողարկված էր կրոնական նվիրվածությամբ։ Նա չընդունեց։ Սկսեց հետել նրան, վերահսկել նրան, քողարկված սպառնալ նրան։ Լիլիթը սրտխառնոց էր զգում, մինչ կտորները սկսում էին իրար միանալ։ Երբ նա հանդիպեց Գորգին սիրահարվեց, Մաթոսը լիովին խելագարվեց, շարունակեց տիկին Սելիա Տեր-Հարությունյանը։ Հետապնդումն ուժեղացավ։ Այդ ժամանակ էր, որ Գորգ Ալեքսանյանը միջամտեց, առաջարկելով պաշտպանություն, ի վերջո փախուստի ճանապարհ, երբ իրավիճակն անտանելի դարձավ։ Գորգը, հարցրեց Լիլիթը, շփոթված։ Ո՞վ է Գորգը։ Տարօրինակ, գրեթե ցավոտ արտահայտություն անցավ տիկին Սելիա Տեր-Հարությունյանի դեմքով։ Գորգ Ալմեիդյան, ասաց վերջապես։ Իմ եղբայրը։ Բացահայտումը մի պահ օդում կախված մնաց, մինչ Լիլիթը փորձում էր մարսել դրա հետանքները։ Ձեր եղբայրը, կրկնեց վերջապես։ Մարիամի երեխայի հայրը ձեր եղբայրն էր։ Այո, հաստատեց տիկին Սելիա Տեր-Հարությունյանը, արցունքներ հոսում էին նրա դեմքով։ Նրանք պլանավորում էին միասին փախչել, ամուսնանալ մեկ այլ քաղաքում, երեխային մեծացնել Մաթոսից նրա սպառնալիքներից հեռու։ Ինչ պատահեց նրա հետ։ Գորգի հետ։ Տիկին Սելիա Տեր-Հարությունյանի արտահայտությունը վերածվեց ցավի դիմակի։ Մի դեպք եղավ։ Այն գիշերը, երբ Մարիամը փախավ։ Գորգն օգնում էր նրան փախչել, երբ նրա վրա հարձակվեցին առանձնատուն տանող ճանապարհին։ Նա չապրեց։ Մաթոսը, հարցրեց Լիլիթը, թե արդեն կասկածում էր պատասխանին։ Երբեք չապացուցվեց, պատասխանեց տիկին Սելիա Տեր-Հարությունյանը։ Նա ալիբի ուներ, տասնյակ վկաներ հաստատում էին, որ նա աղոթքի հսկողություն էր ղեկավարում, երբ հարձակումը տեղի ունեցավ։
Բայց Գորգը մինչ հեռանալը կարողացավ զգուշացնել Գորգ Ալեքսանյանին, որ Մարիամը վտանգի մեջ է։ Լուր արցունքներն այժմ ազատորեն հոսում էին տիկին Սելյա Տեր-Հարությունյանի դեմքով։ Լիլիթն իր սիրտը կոտրված զգաց մոր ակնհայտ ցավից, ով կորցրել էր իր եղբորը այդքան ողբերգական հանգամանքներում։ Իսկ երեխան, մեղմորեն հարցրեց նա. Ինչ պատահեց Մարիամի Գորգի երեխայի հետ։ Տիկին Սելյա Տեր-Հարությունյանը սրբեց արցունքները, ուղիղ նայեց դստեր աչքերին։ Դու պետք է մի բան հասկանաս, Լիլիթ, ասաց նա, նրա ձայնը դողում էր։ Մարիամը սարսափած էր։ Նրա սերը հարձակման էր ենթարկվել, հնարավոր է իր պատճառով։ Նա վախենում էր, որ Մաթոսը երբեք չի հանձնվի, որ կհետապնդի ոչ միայն իրեն, այլ երեխային։ Ինչ ես փորձում ինձ ասել, մայրիկ, հարցրեց Լիլիթը, թե աճող կանխազգացումն արդեն սկսում էր ձավորվել իր կրծքի մեջ։ Տիկին Սելյա Տեր-Հարությունյանը խորը շունչ քաշեց, կարծես պատրաստվում էր անդունդից ցատկել։ Երեխան առողջ ծնվեց։ Մի աղջիկ։ Մարիամը սիրում էր այդ երեխային ամեն ինչից ավելի, բայց գիտեր, որ չէր կարողանա նրան անվտանգ մեծացնել, քանի դեռ Մաթոսը հետապնդում էր իրեն։ Այնուհետ նա ինձ խնդրեց, ինձ աղաչեց, որ հոգ տանեմ դստեր մասին։ Որ նրան մեծացնեմ որպես իմը, որ նրան պաշտպանեմ, մինչ անվտանգ լիներ ճշմարտությունը բացահայտելը։ Լիլիթի աշխարհը կարծես մի պահ կանգ առավ։ Տիկին Սելյա Տեր-Հարությունյանի խոսքերը արձագանքում էին նրա մտքում, բայց նա դիմադրում էր ակնհայտ եզրակացությունը ընդունելուն։ Ոչ, մրմնջաց նա, հետ քաշվելով աթոռին։ Չի կարող լինել։ Դու, Լիլիթ, հաստատեց տիկին Սելյա Տեր-Հարությունյանը, նրա ձայնը լի էր հույզերով։ Դու Մարիամ Սարգսյանի Գորգ Ալմեիդյանի դուստրն ես։ Իմ զարմուհին, ոչ թե իմ դուստրը։ Իմ եղբոր վերջին նվերը այս աշխարհին։ Լիլիթի աշխարհը փլուզվեց այդ բառերով։ Նրա ամբողջ ինքնությունը, բոլոր այն հաստատությունները, որոնք կազմում էին նրա գոյության հիմքերը, մի ակնթարթում քանդվեցին։ Այն կինը, ում նա միշտ մայր էր անվանել, իրականում նրա մորաքույրն էր։ Նրա իսկական ծնողները մի թիկնապահ, մի սենյակապան, ովքեր սիրահարվել էին բաժանվել ողբերգական հանգամանքներով։ Եվ նրա սեփական ծնունդը շրջապատված էր գաղտնիքներով, փախուստներով, վտանգներով։ Ինչու երբեք չէիր պատմել ինձ, հարցրեց նա վերջապես, նրա ձայնը գրեթե անճանաչելի էր իր համար։ Վախից, պատասխանեց տիկին Սելյա Տեր-Հարությունյանը, ձեռքը սեղանին դնելով, դիպչելու Լիլիթի ձեռքին, որը նա բնազդաբար հեռացրեց։ Վախից, որ Մաթոսը կիմանար, վախից, որ դու ապահով չէիր լինի։ Իսկ հիմա։ Ինչու ես հիմա պատմում ինձ։ Մութ արտահայտություն անցավ տիկին Սելյա Տեր-Հարությունյանի դեմքով։ Որովհետ Մաթոսը վերադառնում է։ Եվ ես տեսա, թե ինչպես եք դու Գորգը մոտենում։ Եթե Մաթոսը իմանա, որ դու Մարիամի դուստրն ես։ Նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչ կանի։ Սպասեք, ընդհատեց Լիլիթը, նրա մտքում սարսափելի կասկած էր ձավորվում։ Այն պարտավորությունը, որն ինձ ստիպեցի ստանձնել դեռահասության տարիներին, դա նույն մարդու հետ էր, ով հետապնդում էր իմ կենսաբանական մորը։ Այն մարդը, ով հնարավոր է նրա ձայնը խզվեց, ով հնարավոր է հարձակվել է իմ հոր վրա։ Տիկին Սելյա Տեր-Հարությունյանը իջեցրեց աչքերը, չկարողանալով դիմակայել զարմուհու մեղադրական հայացքին։ Կարծում էի, որ դա լավագույն պաշտպանությունն է, մրմնջաց նա։ Եթե դու նրա հարսնացուն լինեիր, նա երբեք չէր կասկածի, որ դու Մարիամի դուստրն ես։ Դու ապահով կլինեիր նրա աչքի առաջ, առանց կասկածներ առաջացնելու։ Դա խելագարություն է, բացականչեց Լիլիթը, հանկարծակի վեր կենալով։ Ինձ հանձնել այն մարդուն, ով ավերել է իմ ծնողների կյանքը։ Ինչպես կարող էիր նույնիսկ դա դիտարկել։ Դու չես հասկանում նրա ուժը, պատասխանեց տիկին Սելյա Տեր-Հարությունյանը, նույնպես վեր կենալով։ Այն ազդեցությունը, որը նա ունի համայնքի վրա, այն հարգանքը, որը նա ձեռք է բերել։ Եթե նա իմանար ճշմարտությունը, ոչինչ չէր խանգարի նրան վրեժխնդիր լինել Մարիամից, քեզ վնասելով։ Իսկ իմ մայրը, հարցրեց Լիլիթը, դեռ պայքարելով այդ բառը կապել այն կնոջ հետ, ում երբեք չէր ճանաչել։ Մարիամը։ Որտեղ է նա հիմա։ Նա կենդանի է։ Մի ակնթարթային թեթացում մեղմացրեց տիկին Սելյա Տեր-Հարությունյանի լարված դիմագծերը։ Այո, կենդանի է։ Թաքնված։ Անունը, արտաքինը փոխել է։ Հազվադեպ ենք շփվում, անվտանգության համար։ Հույզերի նոր ալիք պատեց Լիլիթին, հույս, շփոթություն, անորոշ կարոտ ինչ-որ մեկի հանդեպ, ում երբեք չէր ճանաչել։
Պետք է գտնեմ նրան, հայտարարեց նա։ Պետք է ճանաչեմ իմ իսկական մորը։ Դա շատ վտանգավոր է, բողոքեց տիկին Սելիա Տեր-Հարությունյանը։ Հատկապես հիմա, երբ Մաթոսը վերադառնում է։ Ուրեմն պետք է պարզապես համաձայնվեմ ամուսնանալ այն մարդու հետ, ով ավերել է մեր կյանքը, հարցրեց Լիլիթը անհավատալիորեն։ Հավերժ ապրել ստի մեջ։ Նախքան տիկին Սելիա Տեր-Հարությունյանը կկարողանար պատասխանել, խոհանոցի դուռը թակելու ձայնը ընդհատեց քննարկումը։ Երկուսն էլ սառեցին, տագնապած հայացքներ փոխանակելով։ Ով կարող էր թակել այդ գիշերվա ժամին, երբ բոլոր աշխատակիցներն արդեն հեռացել էին։ Տատանվելով տիկին Սելիա Տեր-Հարությունյանը մոտեցավ դռանը մասամբ բացեց այն։ Գորգ Ալեքսանյանի ձայնը հնչեց մյուս կողմից։ Կներեք ժամի համար, տիկին Սելիա Տեր-Հարությունյան։ Պետք է խոսեմ Լիլիթի հետ, եթե հնարավոր է։ Կարոր է։ Խուճապը պատեց տիկին Սելիա Տեր-Հարությունյանի դեմքը։ Նա շրջվեց դեպի Զարմուհին, հուսահատորեն ժեստեր անելով, որպեսի թաքնվի, բայց Լիլիթը ամուր մնաց։ Թողեք ներս մտնի, ասաց նա մի իշխանությամբ, որը երբեք չէր դրսորել նախկինում։ Նա էլ է արժանի իմանալ ճշմարտությունը։ Դժկամորեն տիկին Սելիա Տեր-Հարությունյանը բացեց դուռը, թույլ տալով Գորգին մտնել խոհանոց։ Նա անհանգիստ էր թվում, ձեռքին ծրար կար։ Կներեք ներխուժման համար, սկսեց նա, բայց կանգ առավ նկատելով ծանր մթնոլորտը երկու կանանց արցունքներով լի դեմքերը։ Ինչ-որ բան պատահել է։ Լիլիթը տիկին Սելիա Տեր-Հարությունյանը հայացքներ փոխանակեցին, լուր բանավեճ այն մասին, թե որքան բացահայտել։ Ես նոր իմացա, որ Սելիան իմ մայրը չէ, ասաց Լիլիթը վերջապես ընտրելով ամբողջական ճշմարտությունը։ Ես Մարիամ Սարգսյանի Գորգ Ալմեիդյանի դուստրն եմ։ Ցնցումը դրոշմվեց Գորգի դեմքին։ Մի պահ։ Նա կարծես խոսելու էր, բայց հետո պարզապես սայթաքեց մոտակա աթոռին ծանր նստեց։ Մարիամը, մրմնջաց նա։ Իսկ Գորգը։ Տիկին Սելիա Տեր-Հարությունյանը գլխով արեց, հաստատելով։ Ինչպես երբեք չնկատեցի, հարցրեց նա, ավելի շատ իրեն, քան նրանց։ Աչքերը։ Մարիամի նույն աչքերն ունեք։ Եվ Գորգի լուռ վճռականությունը։ Դուք լավ ճանաչում եք իմ ծնողներին, հարցրեց Լիլիթը, նստելով նրա դիմաց։ Տխուր ժպիտ հայտնվեց Գորգի շուրթերին։ Գորգը ավելին էր, քան աշխատակից, նա ընկեր էր։ Այն տեսակի մարդը, ով ամեն ինչ կաներ նրա համար, ում սիրում էր, ով ուներ անսասան պատվի կոդեքս։ Նա դադար տվեց, հիշելով։ Ինչ վերաբերում է Մարիամին, անձամբ նրան այդքան լավ չէի ճանաչում, բայց խորապես հիանում էի նրանով։ Նրա խելքը, նրա արժանապատվությունը նույնիսկ սպառնալիքների տակ, նրա քաջությունը։ Շրջվելով դեպի տիկին Սելիա Տեր-Հարությունյանը, նա ավելացրեց. Հիմա հասկանում եմ, թե ինչու էիք այդքան անհանգիստ մեր մտերմությունից։ Տիկին Սելիա Տեր-Հարությունյանը հոգոց հանեց։ Դա միայն սոցիալական տարբերության պատճառով չէր, թե դա էլ էր ինձ անհանգստացնում։ Ես վախենում էի, որ որքան մոտիկանայիք, այնքան ավելի հավանական կլիներ, որ ճշմարտությունը կբացահայտվեր։ Եվ Մաթոսի վերադարձով։ Մաթոսը, կրկնեց Գորգը, նրա դեմքը կարծրացավ։ Մաթոս Քարթոսո։ Լիլիթը գլխով հաստատեց։ Մարիամի մոլուցքով նախկին փեսացուն։ Այն մարդը, ով հնարավոր է հարձակվել է իմ հոր վրա։ Եվ ակնհայտորեն, այն մարդը, ում ես խոստացված էի ամուսնության 14 տարեկանում, առանց այս ամենի մասին իմանալու։ Վտանգավոր փայլ հայտնվեց Գորգի աչքերում։ Ես թույլ չեմ տա, որ նա մոտենա քեզ, հայտարարեց նա, մի համոզմունքով, որը կասկածի տեղ չէր թողնում։ Ոչ այն ամենից հետո, ինչ նա արել է։ Նայելով այն ծրարին, որը դեռ բռնած էր, նա կարծես հիշեց իր այցի պատճառը։ Դա բացատրում է որոշ բաներ, ասաց նա, բացելով ծրարը հանելով մի քանի լուսանկար։ Սա այսօր ստացա իմ մասնավոր հետաքննիչից։ Նա երբեք չէր դադարել փնտրել Մարիամին, փորձել պարզել, թե իրականում ինչ էր պատահել այդ գիշեր։ Լուսանկարներում պատկերված էր մի բարձրահասակ տղամարդ, խիստ կեցվածքով լուրջ արտահայտությամբ, ով հեռվից դիտում էր մի տուն։ Նա ավելի ծեր էր, քան Լիլիթի մշուշոտ հիշողություններում, բայց ճանաչելի։ Մաթոսը, հաստատեց տիկին Սելիա Տեր-Հարությունյանը, գունատվելով։ Որտեղ է սա արվել։ Երանի ափամերձ փոքրիկ քաղաքում, մռայլ պատասխանեց Գորգը։ Որտեղ կարծում ենք, որ Մարիամն ապրում է կեղծ անունով։ Սարսափը դրոշմվեց տիկին Սելիա Տեր-Հարությունյանի դեմքին։
Նա գտել է նրան։ Այսքան տարիներից հետո։ Դեռ վստահ չենք, պատասխանեց Գորգը։ Նա կարծես հետաքննում է, հետքերի է հետում։ Բայց մոտ է։ Լիլիթը սարսուռ զգաց իր ողնաշարով։ Եթե Մաթոսն այդքան մոտ էր իր կենսաբանական մորը գտնելուն, վտանգն ավելի մեծ էր, քան նրանք պատկերացնում էին։ Պետք է զգուշացնենք նրան, ասաց նա շտապողականությամբ։ Զգուշացնել նրան, որպեսզի նորից փախչի։ Ես արդեն միջոցներ եմ ձեռնարկել, հավաստիացրեց Գորգը։ Իմ հետաքննիչը վերահսկում է իրավիճակը, հրահանգներ ունի, անհրաժեշտության դեպքում ապահովելու նրա անվտանգությունը։ Բայց սա ամեն ինչ փոխում է։ Նա շրջվեց, ուղիղ նայելու Լիլիթին։ Դու այստեղ ապահով չես, հատկապես եթե Մաթոսը շուտով վերադառնում է։ Նա արդեն կարող է իմանալ կամ կասկածել, որ դու Մարիամի դուստրն ես։ Սարսափելի մի միտք եկավ Լիլիթի մտքին։ Դրա համար է նա վերադառնում նախատեսվածից շուտ, չէ՞։ Դա պատահականություն չէ։ Ինչ-որ կերպ նա իմացել է, կամ գոնե կասկածում է։ Հնարավոր է, լրջորեն համաձայնեց Գորգը։ Ինչը նշանակում է, որ մենք պետք է արագ գործենք։ Ինչ եք առաջարկում, հարցրեց տիկին Սելիա Տեր-Հարությունյանը, նյարդայնորեն ոլորելով իր գոգնոցը։ Լիլիթը պետք է անմիջապես լքի Դիլիջանը, պատասխանեց Գորգը առանց տատանվելու։ Ես անվտանգ բնակարան ունեմ Երանում, որտեղ նա կարող է մնալ, մինչ մենք կլուծենք այս իրավիճակը։ Մեզանից բացի ոչ ոք չի իմանա նրա գտնվելու վայրը։ Լիլիթն իրեն բաժանված էր զգում։ Մի կողմից փախչելու, թաքնվելու միտքը, ինչպես իր մայրն էր արել, ներքին վախ էր առաջացնում։ Մյուս կողմից նա հուսահատորեն ուզում էր ճանաչել Մարիամին, հասկանալ իր ծագումը, լրացնել իր ինքնության հանելուկը։ Իսկ իմ մայրը, հարցրեց նա։ Կարող եմ վերջապես ճանաչել նրան։ Գորգը տիկին Սելիա Տեր-Հարությունյանը մտահոգ հայացքներ փոխանակեցին։ Բարդ է, զգուշորեն պատասխանեց Գորգը։ Եթե Մաթոսը հետքերի է հետում, որոնք կտանեն նրան, հիմա մոտենալը կարող է նրան ավելի մեծ վտանգի տակ դնել։ Մենք պետք է ռազմավարական լինենք։ Ես չեմ կարող պարզապես անհետանալ, պնդեց Լիլիթը։ Դա կասկածներ կառաջացներ, հատկապես Մաթոսի շուտով ժամանելու պարագայում։ Նա կհարցներ իմ մասին, կսկսեր փնտրել։ Տիկին Սելիա Տեր-Հարությունյանը մի պահ ինչ-որ բան մտածեց, ապա տատանվելով ասաց. Իսկ եթե դու գնայիր նրա մոտ։ Կեղծել, թե ոչինչ չի փոխվել, թե դեռ հավատարիմ ես ամուսնությանը։ Ինչ, բացականչեցին Լիլիթը Գորգը միաժամանակ սարսափած առաջարկից։ Պարզապես լսեք, պնդեց տիկին Սելիա Տեր-Հարությունյանը։ Մաթոսը չգիտի, որ մենք բացահայտել ենք նրա պլանները։ Եթե Լիլիթը նորմալ գործի, պահպանելով նվիրված հարսնացուի կերպարը, նա կարող է ժամանակ շահել, մինչ մենք կկազմակերպենք Մարիամի պաշտպանությունը ավելի հստակ պլան կպատրաստենք։ Դա չափազանց ռիսկային է, բողոքեց Գորգը։ Լիլիթին ուղղակիորեն այդ մարդու ճանապարհին դնելը։ Բայց դա իմաստ ունի, ընդհատեց Լիլիթը, զարմացնելով երկուսին էլ։ Նա երբեք չէր կասկածի, որ ես իմացա ճշմարտությունը, եթե ես շարունակեմ գործել որպես անմեղ հնազանդ երիտասարդ կին, ում նա ակնկալում է գտնել։ Լիլիթ, դու չես կարող դա դիտարկել, պնդեց Գորգը, նրա ձայնը լարված էր անհանգստությունից։ Ես չեմ ասում, որ իսկապես կամուսնանամ նրա հետ, պարզաբանեց Լիլիթը։ Պարզապես, որ կարող եմ մի քանի օր դեր խաղալ, շեղելով նրան, մինչ դուք կապահովեք իմ մոր անվտանգությունը, ինձ համար ելք կպատրաստեք։ Գորգը դեռ չափազանց դժկամ էր թվում, բայց Լիլիթի դեմքի վճռականությունն անսասան էր։ Եթե դա անեք, ասաց նա վերջապես, մեզ անվտանգության միջոցներ կպահանջվեն։ Մշտական պաշտպանություն, արտակարգ կոդ, անմիջական փախուստի ճանապարհ, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։ Մենք կարող ենք դա կազմակերպել, համաձայնեց տիկին Սելիա Տեր-Հարությունյանը։ Ես ճանաչում եմ Մաթոսին, գիտեմ, թե ինչպես է նա մտածում։ Ես կարող եմ օգնել Լիլիթին պահպանել համոզիչ կերպարը։ Պլանը հեռու էր կատարյալ լինելուց, բայց այնքան էլ ռիսկային տարբերակ չէր թվում, հաշվի առնելով հանգամանքները։ Հաջորդ ժամերին երեքն էլ քննարկեցին մանրամասներ, ռազմավարություններ, արտակարգ իրավիճակներ։ Երբ Գորգը վերջապես հեռացավ, արդեն կեսգիշերն էր անցել, լարված համաձայնություն էր ձեռք բերվել։ Լիլիթը նորմալ կընդունի Մաթոսին, ծածնելով ոգորություն մոտալուտ նշանադրության կապակցությամբ։ Մինչդեռ Գորգը կուժեղացնի առանձնատան շուրջ անվտանգությունը մարդկանց կուղարկի Մարիամին պաշտպանելու համար։
Զուգահեռաբար տիկին Սելիա Տեր-Հարությունյանը գաղտնի կպատրաստի Լիլիթի մեկնումը, հավաքելով անհրաժեշտ փաստաթղթեր իրեր, երբ փախչելու ժամանակը գա։ Միայնակ իր սենյակում այդ գիշեր Լիլիթը նայում էր առաստաղին, չկարողանալով քնել։ Նրա միտքը եռում էր օրվա բացահայտումներից, փորձելով հաշտեցնել այն մարդուն, ում նա միշտ հավատացել էր, այս նոր ինքնության հետ, որը նոր էր հայտնաբերել։ Մարիամ Սարգսյանի Գորգ Ալմեիդյանի դուստրը։ Ճշմարիտ սիրուց ծնված երեխա, բայց նա ողբերգական հանգամանքներից։ Ստի մեջ մեծացած, բայց պաշտպանության պատճառով։ Խոստացված այն մարդուն, ով հնարավոր է ավերել էր իր կենսաբանական ծնողների կյանքը։ Եվ հիմա պատրաստվում էր առերեսվել այդ նույն մարդու հետ խաբեության վտանգավոր խաղում։ Երբ վերջապես քնեց, երազեց մի կնոջ մասին, ում աչքերը իրենն էին, գրկում երեխա էր բռնած, մինչ հետ էր նայում ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, որն անողոք հետապնդում էր նրան։ Հաջորդ առավոտյան Լիլիթը արթնացավ վճռական, ամրապնդվելու այն դերի համար, որը պետք է խաղար։ Հագնվելիս նա ուսումնասիրեց իր արտացոլանքը հայելու մեջ, փորձելով միամիտ նվիրվածության, համեստ հնազանդության արտահայտություններ, հարսնացուի կատարյալ կերպարը, որին Մաթոսը ակնկալում էր գտնել։ Օրն անցավ ակնհայտ նորմալությամբ։ Լիլիթն օգնեց տնային գործերում, հակիրճ զրուցեց մյուս աշխատակիցների հետ, հեռու մնաց գրադարանից, որպեսզի չհանդիպի Գորգին, հանդիպումներ, որոնք հիմա չափազանց ռիսկային կլինեին, հաշվի առնելով հաստատված պլանը։ Երբ զանգը հնչեց ճշգրիտ ժամը 3-ին, Լիլիթն արդեն պատրաստ էր, հագած իր ամենապահպանողական զգեստներից մեկը, երկարած ծաղկավոր մոդել, որը նրա մորաքույրը, դեռ տարօրինակ էր տիկին Սելիա Տեր-Հարությունյանի մասին այդպես մտածելը, համարում էր հարմար քրիստոնյա երիտասարդ կնոջ համար։ Տիկին Սելիա Տեր-Հարությունյանը բացեց դուռը, Լիլիթը լսեց Մաթոսի ձայնը, այժմ լի մութ իմաստներով, որոնք նախկինում չէր նկատել, ջերմորեն ողջունելով իր ապագա զոքանչին։ Սարսուռ անցավ նրա ողնաշարով, բայց նա իրեն ստիպեց պահպանել հանգստությունը։ Սա կլիներ իր կյանքի ամենակարևոր կատարումը։ Երբ նա մտավ խոհանոցին կից փոքրիկ սենյակ, որտեղ հյուրեր էին ընդունում, նա առաջին անգամ նրան տեսավ նոր աչքերով։ Մաթոս Քարթոսոն, այժմ 27 տարեկան, այլս պարզապես նվիրված միսիոներ չէր թվում, այլ գառան անվան տակ քողարկված գիշատիչ։ Ինչ-որ բան նրա աչքերի մեջ, մի հաշվարկող փայլ, որը նախկինում չէր նկատել, հիմա վառ կերպով ակնհայտ էր։ Լիլիթ, բացականչեց նա, բացելով ձեռքերը։ Ինչքան էի կարոտել քեզ, իմ ապագա կին։ Գերագույն ջանքով Լիլիթը ժպտաց ընդունեց նրա գրկախառնությունը, պայքարելով հետ քաշվելու ցանկության դեմ, երբ նրա ձեռքերը չափից դուրս ուժով գրկեցին նրան։ Նրա ուժեղ քաղցր օծանելիքի բույրը կարծես խեղդում էր նրան։ Մաթոս, կարողացավ ասել, պահպանելով ժպիտը։ Բարի վերադարձ Հայաստան։ Նա հետ քաշվեց, զննելու նրան, նրա աչքերը սահում էին նրա մարմնով մի ձով, որը նա հիմա ճանաչում էր որպես անհանգստացնող։ Ամեն օր ավելի գեղեցիկ, մեկնաբանեց նա ժպիտով, որը չէր հասնում նրա աչքերին։ Աստված իսկապես օրհնել է ինձ այդքան մաքուր առաքինի հարսնացուով։ Նրանք նստեցին, Մաթոսն անմիջապես սկսեց գերիշխել զրույցում, խոսելով իր հոգոր ճգնավորության պլանների մասին, թե ինչպես Աստված ամեն ինչ կատարելապես պատրաստել էր իր վերադարձի մոտալուտ ամուսնության համար։ Իրականում, ասաց նա, իր բաճկոնի ներքին գրպանից ծրար հանելով, ես ձեզ համար անակնկալ եմ բերել, իմ սիրելի։ Մատներով, որոնք հուսով էր, որ տեսանելիորեն չէին դողում, Լիլիթը բացեց ծրարը։ Ներսում 2 ավտոբուսի տոմս կար դեպի Սյունիքի մարզի մի քաղաք։ Մենք կմեկնենք հաջորդ շաբաթ, բացատրեց Մաթոսը ոգորությամբ, որը կարծես փորձված էր։ Այնտեղ կա մի կրոնական համայնք, որը համաձայնել է ընդունել մեզ, մինչ մեր սեփական ճգնավորության նախապատրաստությունները կշարունակվեն։ Մենք կարող էինք պարզ արարողություն անցկացնել մեր ժամանումից անմիջապես հաջորդ շաբաթ։ Խուճապը սպառնում էր տիրել Լիլիթին։ Սա շատ ավելի վատ էր, քան նրանք կանխատեսել էին։ Մաթոսը չէր պլանավորում ապագա, անորոշ ամուսնություն, նա ուզում էր անմիջապես տանել նրան, մեկուսացնել նրան մի կրոնական համայնքում, որտեղ նա լիովին կլիներ իր վերահսկողության տակ։ Դա շատ հանկարծակի է, կարողացավ ասել, փորձելով ձայնը հաստատուն պահել։ Ես գաղափար չունեի, որ այդքան արագ կլիներ։ Երբ Աստված ցույց է տալիս ճանապարհը, իմ սիրելի, մենք չպետք է տատանվենք, պատասխանեց Մաթոսը, ձեռքը դնելով նրա ձեռքին սեղանի վրա, մի հպում, որը սարսուռ առաջացրեց նրա մաշկին զզվանքից։ Բացի այդ, մենք արդեն չափազանց երկար ենք սպասել։ Տարիներով բաժանված, մինչ ես կատարում էի իմ առաքելությունն արտասահմանում։ Հիմա ժամանակն է, որ մենք կատարենք մեր օրհնյալ միությունը։
Այն, թե ինչպես նա արտասանեց կատարենք, մեկ այլ սարսուռ առաջացրեց Լիլիթի ողնաշարով։ Ինչ-որ գիշատիչ բան կար նրա հայացքի, նրա ժպիտի մեջ, ինչ-որ բան, որը նրան ստիպում էր զգալ իրեն որպես թակարդված զոհ։ «Ես պետք է խորհրդակցեմ իմ մոր հետ», ասաց, փորձելով ժամանակ շահել։ «Դա կարևոր որոշում է»։ «Ձեր մայրն արդեն համաձայնել է», անմիջապես պատասխանեց Մաթոսը, նշանակալի հայացք նետելով տիկին Սելիա տեր Հարությունյանին, ով լուռ էր մնում դռան մոտ, նրա դեմքը կեղծ համաձայնության դիմակ էր։ «Մենք այս առավոտ խոսեցինք, նախքան ձեզ տեսնելը։ Ամեն ինչ կազմակերպված է։ Սա պլանների մեջ չէր»։ Լիլիթը արագ տագնապած հայացք փոխանակեց տիկին Սելիա տեր Հարությունյանի հետ, ով աննկատ գլխով արեց, հաստատելով Մաթոսի սուտը։ Նա արագացնում էր ամեն ինչ, պարտադրում էր որոշումներ, վերացնում էր խոչընդոտները։ Հենց այնպես, ինչպես պետք է արած լիներ Մարիամի հետ տարիներ առաջ։ «Այնուամենայնիվ, ինչ ժամանակ է պետք պատրաստվելու համար», պնդեց Լիլիթը, փորձելով ողջամիտ թվալ։ «Ես իրեր ունեմ կարգի բերելու, հրաժեշտներ տալու»։ «Շատ բան պետք չի լինի», ընդհատեց Մաթոսը, նրա տոնը դեռ քաղաքավարի էր, բայց աճող հաստատակամությամբ։ «Համայնքը կտրամադրի այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է»։ Ինչ վերաբերում է հրաժեշտներին, սառը ժպիտ դիպավ նրա շուրթերին, երբեմն ավելի լավ է լիովին կտրել կապերը, Քրիստոսի մեջ նոր կյանք սկսելու համար։ «Չեք համաձայնի, տիկին Սելիա տեր Հարությունյան»։ Քողարկված սպառնալիքը աննկատ չմնաց։ Մաթոսը ոչ միայն պլանավորում էր տանել Լիլիթին, այլ պլանավորում էր լիովին մեկուսացնել նրան, կտրել ցանկացած կապ իր անցյալի, այն մարդկանց հետ, ովքեր կարող էին օգնել նրան։ Հենց այնպես, ինչպես կաներ գիշատիչը, պատրաստվելով գերիշխել իր զոհին։ «Իհարկե», պատասխանեց տիկին Սելիա տեր Հարությունյանը, նրա ձայնը դավաճանում էր միայն թե դող։ «Բայց մի քանի օրը տարբերություն չէր կազմի, Մաթոս։ Լիլիթն իր ամբողջ կյանքն այստեղ է եղել»։ Ինչ-որ մութ բան հակիրճ անցավ Մաթոսի դեմքով, որն արագորեն փոխարինվեց նրա սովորական բարեսիրտ արտահայտությամբ։ «3 օր», վերջապես համաձայնեց նա։ «Ոչ ավելին։ Աստված շտապում է մեզ միավորված տեսնելու համար, իմ սիրելի Լիլիթ։ 3 օր։ Ընդամենը 72 ժամ, իրեն շրջապատող թակարդից փախչելու համար»։ «Շնորհակալություն», պատասխանեց, պարտադրելով երախտապարտ ժպիտ։ «Դա շատ առատաձեռն է ձեր կողմից»։ Այցի մնացած մասը Լիլիթի համար տանջանք էր։ Մաթոսն անդադար խոսում էր իրենց համար պլանավորած ապագայի մասին, մանրամասնորեն նկարագրելով, թե ինչպես նա կլինի կատարյալ կինը, հնազանդ Աստծո իր ամուսնու կամքին, թե ինչպես միասին այլ երիտասարդ կանանց կբերեն ուղղության ճանապարհին, իրենց ճգնավորության մեջ։ Խոսելիս Լիլիթը նկատում էր նշաններ, որոնք նախկինում աննկատ կմնային, այն, թե ինչպես էին նրա աչքերը փայլում հնազանդության մասին խոսելիս, ակնհայտ հաճույքը նրա ձայնի մեջ, երբ նկարագրում էր, թե ինչպես կուղեր կանանց, ովքեր շեղվում էին ճանապարհից, վերահսկողության մոլուցքը, քողարկված կրոնական ջերմեռանդությամբ։ Ինչպես կարող էր նա նախկինում չտեսնել սա։ Ինչպես կարող էր տիկին Սելիա տեր Հարությունյանը, իմանալով Մարիամի պատմությունը, դիտարկել նրան այս մարդուն հանձնելը։ Երբ Մաթոսը վերջապես հրաժեշտ տվեց, մեկ այլ խեղդող գրկախառնությամբ շրթունքներին չափազանց մոտ հարկադրված համբույրով, Լիլիթը զգաց, թե ինչպես են ոտքերը թուլանում թեթացումից։ Հենց որ դուռը փակվեց նրա հետից, նա վազեց լոգարան կոմպուլսիվորեն լվաց դեմքը, կարծես կարողանար մաքրել նրա հպման զգացումը։ Տիկին Սելիա տեր Հարությունյանը նրան գտավ այնտեղ, դողալով։ «Պետք է խոսենք Գորգի հետ», ասաց Լիլիթը, դեմքը սրբելով։ «Հիմա»։ «Պլանները փոխվել են։ Մենք ընդամենը 3 օր ունենք, մինչ Մաթոսը կփորձի ինձ տանել»։ «Ես արդեն հաղորդագրություն եմ ուղարկել», պատասխանեց տիկին Սելիա տեր Հարությունյանը, նրա դեմքը գունատ էր անհանգստությունից։ «Նա կգա, հենց որ կարողանա, առանց կասկածներ առաջացնելու»։ Հաջորդ ժամերին Լիլիթը փոփոխվում էր կատաղի վճռականության բացարձակ խուճապի պահերի միջ։ Իրավիճակի հսկայականությունը ալիքներով էր հարվածում նրան, խաղի մեջ էր ոչ միայն իր սեփական անվտանգությունը, այլ հնարավոր է, իր կենսաբանական մոր անվտանգությունը, եթե Մաթոսն իսկապես մոտ լիներ նրան գտնելուն։ Երբ Գորգը վերջապես հայտնվեց, արդեն գիշեր էր։ Նրանք գաղտնի հանդիպեցին գրադարանում, այն վայրում, որտեղ ամեն ինչ սկսվել էր, այժմ վերածված հուսահատ պլանի կենտրոնի։ «Սա ամեն ինչ փոխում է», հայտարարեց Գորգը, լսելով Լիլիթի պատմությունը Մաթոսի այցի մասին։ «Մենք չենք կարող սպասել։ Պետք է հնարավորինս շուտ դուրս բերենք նրան այստեղից»։
Իսկ իմ մայրը, հարցրեց Լիլիթը։ Եթե նա պատրաստվում է գտնել նրան։ Իմ մարդիկ արդեն տեղադրված են, հավաստիացրեց Գորգը։ Իրականում, սա կարող է առավելություն լինել։ Եթե Մաթոսն իսկապես հետում է հետքերի, որոնք կտանեն նրան Մարիամին, մենք կարող ենք դա օգտագործել նրան անկյուն քշելու համար, որպեսզի ստանանք այն ապացույցները, որոնք երբեք չունեինք նրա դեմ։ Պլանը սկսեց ձևավորվել։ Գորգը հայտնաբերել էր հին փաստաթղթեր, որոնք վերջապես կարող էին մեղադրել Մաթոսին Գորգի վրա հարձակման համար, բայց նրանց ավելի կոնկրետ բան էր պետք, ինչ-որ բան, որը նրան ուղղակիորեն կկապեր այդ ճակատագրական գիշերվա իրադարձությունների հետ։ Եթե կարողանային ստիպել նրան բացահայտվել, ցույց տալ իր իսկական դեմքը։ Դա վտանգավոր կլիներ, զգուշացրեց տիկին Սելիա Տեր-Հարությունյանը։ Լիլիթին որպես խայծ օգտագործելը։ Ես դա չեմ առաջարկում, հաստատորեն ուղղեց Գորգը։ Լիլիթը վաղը իսկ կհեռանա այստեղից, գաղտնի։ Կմնա Երանի անվտանգ բնակարանում։ Մինչդեռ մենք ռազմավարական տեղեկություններ կտեղադրենք, ստիպելով Մաթոսին հավատալ, որ նա պատրաստվում է բացահայտել Մարիամի գտնվելու վայրը։ Եվ երբ նա իր քայլն անի, մենք պատրաստ կլինենք, լրացրեց Լիլիթը, հասկանալով պլանը։ Բավարար ապացույցներ, որպեսզի վերջապես նրան պատասխանատվության ենթարկենք այն ամենի համար, ինչ նա արել է։ Հենց այդպես է, հաստատեց Գորգը։ Բայց դու ապահով կլինես, հեռու այստեղից։ Ես թույլ չեմ տա, որ քեզ վտանգի տակ դնես։ Նրա ձայնի անկեղծ մտահոգությունը տաքացրեց Լիլիթի սիրտը։ Նույնիսկ քաոսի մեջ նրանց միջ աճող զգացումը մնում էր, գուցե նույնիսկ ավելի ուժեղ հիմա, երբ նրանք կիսում էին այս ընդհանուր նպատակը։ Երեքն էլ ժամեր անցկացրեցին պլանը կատարելագործելով, դիտարկելով արտակարգ իրավիճակներ, պատրաստվելով բոլոր հնարավորություններին։ Երբ վերջապես բաժանվեցին, արդեն կեսգիշերն էր անցել։ Լիլիթը վերադարձավ իր սենյակ, գաղտնի հավաքելու փոքրիկ ճամպրուկ, անհրաժեշտ իրերով, որոնք Գորգը նախապես կտաներ Երանի բնակարան։ 24 ժամից էլ քիչ ժամանակում նա կլքեր առանձնատունը, որը իր ամբողջ կյանքի տունն էր եղել, սկսելով մի ճանապարհորդություն, բացահայտելու իր իսկական ծագումը, հնարավոր է, վերջապես հանդիպելու այն մորը, ում երբեք հնարավորություն չէր ունեցել սիրելու։ Այն, ինչ նրանք չգիտեին, մինչ իրենց գաղտնի նախապատրաստություններն էին անում, այն էր, որ Դիլիջանի հյուրատանը Մաթոս Քարթոսոն նույնպես ուներ իր սեփական պլանները։ Նստած համեստ սենյակի գրասեղանին, նա ուսումնասիրում էր գաղտնի արված լուսանկարներ, միջին տարիքի մի կնոջ պատկերներ, մոխրագույն մազերով, ապրելով Կլարա Ավագյան անունով ափամերձ փոքրիկ քաղաքում։ Այդ լուսանկարների կողքին, ավելի հին այլ լուսանկարներում պատկերված էր երիտասարդ Մարիամը, իսկ դրանց կողքին Լիլիթի վերջին լուսանկարը։ Մոր դստեր-միջ նմանությունը նուրբ էր, բայց անհերքելի իր նման մոլուցքով աչքերի համար, որոնք տարիների ընթացքում անգիր էին արել Մարիամի դեմքի յուրաքանչյուր մանրուքը։ Վերջապես, մրմնջաց նա իրեն, սառը ժպիտ հայտնվեց նրա շուրթերին, մինչ մատով հետում էր Լիլիթի դեմքի ուրվագծին լուսանկարում։ Մեղքը միշտ գտնում է իր ճանապարհը դեպի լույսը։ Եվ պատիժը, իր կիրառման ժամանակը։ Արածակը դեռ չէր փոխարինել գիշերվան, երբ Լիլիթը, տիկին Սելիա Տեր-Հարությունյանի ուղեկցությամբ, լուր սահեց Ալեքսանյանների առանձնատան միջանցքներով դեպի կալվածքի հետնամասը։ Հագնված պարզ, մուգ հագուստով, նա իր հետ ուներ միայն փոքրիկ ուսապարկ, անհրաժեշտ իրերով։ Մնացած իրերը արդեն գաղտնի ուղարկվել էին Երանի բնակարան, որտեղ նա ապաստան կգտներ։ Կալվածքի եզրին, առանձնատունը շրջապատող եղնիների ստվերների մեջ, Գորգը սպասում էր մի զուսպ մեքենայի կողքին, մուգ ապակիներով։ Նրա դեմքը ցույց էր տալիս անքուն գիշերվա լարվածությունը, պլանավորելով յուրաքանչյուր մանրուք Լիլիթի անվտանգությունն ապահովելու համար։ Պատրաստ եք, մեղմորեն հարցրեց նա, երբ նա մոտեցավ։ Լիլիթը գլխով արեց, ապա շրջվեց դեպի տիկին Սելիա Տեր-Հարությունյանը։ Վերջին 48 ժամվա ընթացքում կուտակված տարիների դժգոհությունը, իր ծագման մասին ստի, իրեն այն մարդուն խոստանալու համար, ով հետապնդել էր իր կենսաբանական մորը, ակնթարթորեն լուծարվեցին այն կնոջ աչքերի ակնհայտ տագնապի առջ, ով մեծացրել էր իրեն։ Ամեն ինչից անկախ, տիկին Սելիա Տեր-Հարությունյանը իր կյանքը նվիրել էր նրան պաշտպանելուն, իր անկատար հուսահատ ձով։ Շնորհակալություն, ասաց Լիլիթը, հակիրճ գրկելով նրան։ Ամեն ինչի համար։ Նույնիսկ այն ընտրությունների համար, որոնք չեմ հասկանում, գիտեմ, որ դրանք արվել են սիրուց դրդված։ Լուր արցունքներ հոսում էին տիկին Սելիա Տեր-Հարությունյանի դեմքով։ Ներիր ինձ, շշնջաց նա։ Բոլոր սուտերի համար, բոլոր այն անգամների համար, երբ քեզ մղել եմ մի ճանապարհի, որը քոնը չէր։
Ես պարզապես ուզում էի քեզ ապահով պահել։ Գիտեմ, պատասխանեց Լիլիթը, մեղմորեն հեռանալով։ Զգույշ եղեք Մաթոսի հետ։ Մի թերագնահատեք այն, ինչ նա կարող է անել, երբ իմանա, որ ես հեռացել եմ։ Մի անհանգստացեք ինձ համար, հավաստիացրեց տիկին Սելիա Հարությունյանը, սրբելով արցունքները։ Ես նախկինում եմ փոթորիկների դիմակայել։ Վերջին գրկախառնություն, ապա Լիլիթը նստեց գորգի մեքենան։ Երբ նրանք հեռանում էին առանձնատնից, նա հետի պատուհանից դիտեց իր մորաքրոջ մենակ կանգնած կերպարը ծառերի տակ, ավելի ու ավելի փոքրանալով, մինչ անհետացավ ճանապարհի շրջադարձում։ Նա լավ կլինի, հարցրեց նա, շրջվելով դեպի գորգը։ Ես ուժեղացրել եմ առանձնատան անվտանգությունը, պատասխանեց նա, կենտրոնացած լինելով լեռնաշղթայից իջնող ոլորապտույտ ճանապարհի վրա։ Մաթոսը ոչինչ չի կասկածի մինչ վաղը, երբ դու չհայտնվես նախատեսված հանդիպմանը։ Մինչ այդ, տիկին Սելիա Հարությունյանը կհետի մեր սահմանած սցենարին, կասի, որ դուք ամբարետես եք, ուժեղ գրիպ ունեք, որը պահանջում է բացարձակ հանգիստ։ Իսկ երբ նա պնդի ինձ տեսնել, մենք կունենանք տիկին Սելիա Հարությունյանին, ով կտեղեկացնի, որ դուք վատացել եք, ստիպված են եղել ձեզ տանել Երանի հիվանդանոց։ Երբ նա ստուգի, դուք արդեն ապահով կլինեք բնակարանում, մենք կիրականացնենք պլանի երկրորդ փուլը։ Երկրորդ փուլը ներառում էր ռազմավարական տեղեկությունների տեղադրում, որոնք Մաթոսին կստիպեին հավատալ, որ նա պատրաստվում է բացահայտել Մարիամի գտնվելու վայրը։ Մինչդեռ գորգի հետաքննիչները կշարունակեին ապացույցներ հավաքել, որոնք վերջապես կարող էին մեղադրել կեղծ քահանային իր անցյալի հանցագործությունների համար։ Ճանապարհորդությունը մինչ Երան անցավ հիմնականում լռության մեջ, յուրաքանչյուրը խորասուզված իր մտքերում։ Երբեմն գորգը ձեռքը մեկնում էր կենտրոնական կոնսոլի վրայով, մեղմորեն սեղմելու Լիլիթի ձեռքը, մի ժեստ, որը նա ավելի շատ էր գնահատում, քան կարող էր արտահայտել։ Երբ վերջապետես հասան Հայաստանի մայրաքաղաք, Արն արդեն լիովին ծագել էր։ Գորգը մեքենան վարեց էլեգանտ բնակելի փողոցներով, մինչ հասավ մի ժամանակակից շենք, ծառապատ տարածքում։ Սա իմ հասցեներից մեկն է, բացատրեց նա, մեքենան ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանելիս։ Շատ քիչ մարդիկ գիտեն դրա գոյության մասին, այն գրանցված է դուստր ընկերության անունով, ոչ թե անմիջապես իմ անունով։ Դուք ապահով կլինեք այստեղ։ Բնակարանը ընդարձակ էր լուսավոր, զուսպ էլեգանտությամբ զարդարված։ Մեծ պատուհաններից բացվում էր քաղաքի համայնապատկերային տեսարան, թե վարագույրները ռազմավարականորեն տեղադրված էին, գաղտնիություն ապահովելու համար։ Ձեր իրերն արդեն դասավորված են գլխավոր ննջասենյակում, տեղեկացրեց գորգը, ցույց տալով տարածքը Լիլիթին։ Սառնարանը լիքն է, շենքում կա 24-ժամյա անվտանգություն, այս հեռախոսը մատնացույց արեց սուրճի սեղանին դրված սարքը, անվտանգ գիծ է, ուղղակիորեն միացված իմ բջջային հեռախոսին անվտանգության թիմի հեռախոսին։ Լիլիթն ամեն ինչ դիտում էր երախտագիտության անհանգստության խառնուրդով։ Բնակարանը գեղեցիկ էր, անկասկած, բայց այն ներկայացնում էր ոսկե վանդակ, մեկ այլ տեսակի բանտ, թե ժամանակավոր իր պաշտպանության համար։ Որքան ժամանակ կմնամ այստեղ, հարցրեց նա, նստելով հյուրասենյակը գերիշխող սպիտակ բազմոցին։ Գորգը նստեց նրա կողքին, պահպանելով հարգալից հեռավորություն։ Հնարավորինս քիչ, հավաստիացրեց նա։ Միայն մինչ Մաթոսի կողմից ներկայացվող սպառնալիքը չեզոքացնենք։ Իմ մարդիկ անընդհատ հետում են նրան, Մարիամին պաշտպանելու գործողությունն արդեն ընթացքի մեջ է։ Լսելով իր կենսաբանական մոր անունը, Լիլիթը նորից զգաց այդ տարօրինակ հույզը, կարոտի, հետաքրքրության վախի խառնուրդ։ Դուք գտաք նրան, մեղմորեն հարցրեց նա։ Մարիամին։ Գորգը հակիրճ տատանվեց, ապա վեր կացավ, քայլեց դեպի իր պայուսակը, հանելով մի ծրար։ Այո, պատասխանեց, վերադառնալով բազմոցին ծրարը հանձնելով Լիլիթին։ Հիմա Կլարա Ավագյան է, ինչպես նախկինում նշեցինք։ Ապրում է ափամերձ փոքրիկ քաղաքում գրեթե 10 տարի։ Դողացող մատներով Լիլիթը բացեց ծրարը, հանեց մի քանի լուսանկար։ Նրա սիրտը կանգ առավ, առաջին անգամ տեսնելով իր կենսաբանական մոր դեմքը, միջին տարիքի մի կին, կարճ մոխրագույն մազերով, իրենի նույն շագանակագույն աչքերով, նուրբ ժպիտով, որը կարծես լի էր չպատմված պատմություններով։ Որոշ լուսանկարներում Մարիամը հայտնվում էր մոտավորապես 15 տարեկան մի դեռահասի կողքին, բարձրահասակ նիհար, նույն նկատելի աչքերով։ Միքայելը, ասաց Գորգը, նկատելով Լիլիթի հարցական հայացքը։ Ձեր խորթ եղբայրը։ Խորթ եղբայր, կրկնեց Լիլիթը, զարմացած։ Նա մեկ երեխա ուներ։ Այո, մի քանի տարի անց, իր նոր ինքնությունն ամրապնդելուց հետո։
Հայրը տեղացի ձկնորս էր, ով մահացավ ծովում տեղի ունեցած դժբախտ պատահարից, երբ Միքայելը ընդամենը 5 տարեկան էր։ Այդ ժամանակից ի վեր միայն երկուսն են եղել։ Լուր արցունքներ սկսեցին հոսել Լիլիթի դեմքով։ Մի եղբայր։ Մի ընտանիք, որը նա երբեք չէր ճանաչել, որի գոյության մասին նույնիսկ չգիտեր մինչ մի քանի օր առաջ։ Այդքան կորցրած տարիներ, այդքան չկիսված պատմություններ։ Նա գիտի, հարցրեց նա վերջապես։ Գիտի, որ ես իմացա ճշմարտությունը։ Որ ես նրան եմ փնտրում։ Դեռ ոչ, մեղմորեն պատասխանեց Գորգը։ Մենք ավելի խելամիտ համարեցինք նախ ապահովել ձեր անվտանգությունը, հատկապես Մաթոսի կողմից, ով ակնհայտորեն հետում է իր հետքերին։ Բայց հենց որ վստահ լինենք, որ անմիջական վտանգ չկա, կարող ենք հանդիպում կազմակերպել։ Լիլիթը գլխով արեց, հասկանալով տրամաբանությունը, թե նրա սիրտը ձգտում էր անմիջական հանդիպման։ Էլ ինչ պետք է իմանամ, հարցրեց նա, դեռ ուսումնասիրելով լուսանկարները, փորձելով կլանել իր մոր, իր եղբոր դեմքի յուրաքանչյուր մանրուք։ Գորգը նորից տատանվեց, այս անգամ ավելի երկար, կարծես մտածում էր, թե որքան պետք է բացահայտի։ Գորգ, պնդեց Լիլիթը, նկատելով նրա դժկամությունը։ Ինչ եք թաքցնում ինձնից։ Հոգոց հանելով նա նորից վեր կացավ, քայլեց դեպի պատուհանը, մի քանի ակնթարթ դիտելով ներքում գտնվող քաղաքը, նախքան նրա կողմը շրջվելը։ Մարիամը չգիտի, որ ես ձեզ հետ կապի մեջ եմ, խոստովանեց վերջապես։ Իրականում, ըստ իմ հետաքննիչների, նա կարծում է, որ դուք մահացել եք ծննդաբերության ժամանակ։ Բացահայտումը Լիլիթին հարվածեց ֆիզիկական հարվածի պես։ Ինչ։ Ինչպես։ Ինչու, հարցերը շատացան, յուրաքանչյուրը մյուսից ավելի հուսահատ։ Ակնհայտորեն դա պաշտպանության պլանի մի մասն էր, բացատրեց Գորգը, նորից նստելով, այժմ Լիլիթին ավելի մոտ։ Տիկին Սելիատեր Հարությունյանը Մարիամը համաձայնեցին, որ եթե Մաթոսը մի օր գտնի նրան, նա չպետք է կասկածի դստեր գոյությանը։ Այսպիսով, պաշտոնապես, Մարիամի համար, երեխան, դուք չի ապրել։ Բայց նամակները, բողոքեց Լիլիթը, հիշելով նկուղում գտնված նամակագրությունը։ Նա հարցնում էր իմ մասին, խնդրում էր տիկին Սելիատեր Հարությունյանին հոգ տանել իմ մասին։ Առաջին տարիներին, այո։ Կար անուղղակի կապ, տեղեկություններ ձեր մասին։ Բայց երբ Մաթոսը սկսեց ուժեղացնել իր որոնումները, ձեր մոտ 5 տարեկանում, ամբողջ ուղղակի կապը դադարեց։ Այդ ժամանակից ի վեր, ձեզ Մարիամին պաշտպանելու համար, տիկին Սելիատեր Հարությունյանը պահպանեց այն կեղծիքը, որ դուք մահացել եք, եթե նամակները որսվեին կամ Մաթոսը ինչ-որ կերպ իմանար նրանց միջ կապի մասին։ Դա չափազանց ցավոտ էր Մարսելու համար։ Նրա սեփական մայրը կարծում էր, որ նա մահացած է ավելի քան 15 տարի։ Նա զգացել էր, շարունակել էր, մեծացրել էր մեկ այլ երեխա, երբեք չիմանալով, որ իր անդրանիկը առողջ մեծանում էր հարյուրավոր կիլոմետրեր հեռու։ Դա դաժան է, շշնջաց Լիլիթը, նոր արցունքներ հայտնվեցին նրա աչքերում։ Երկուսիս համար էլ։ Դա հուսահատ որոշում էր, հուսահատ ժամանակներում, մեղմորեն պատասխանեց Գորգը, նրա ձեռքերը բռնելով իր ձեռքերում։ Երկուսն էլ անհնարին ընտրություններ են կատարել, պաշտպանելու նրանց, ում սիրում էին։ Ձեր մայրը ընտրեց թողնել ձեզ, հավատալով, որ դուք ավելի ապահով կլինեք առանց նրա։ Ձեր մորաքույրը ընտրեց ձեզ մեծացնել որպես դուստր, ձեզ հեռու պահելով մի վտանգից, որը երբեք լիովին չանհետացավ։ Լիլիթը գիտեր, որ նա ճիշտ է, բայց բաժանման ցավը, կապի կորուստը, որը կարող էր գոյություն ունենալ, գրեթե ֆիզիկական էր։ Պետք է պատմենք նրան, հայտարարեց վերջապես, վճռականորեն սրբելով արցունքները։ Հենց որ անվտանգ լինի։ Նա արժանի է իմանալու, որ ես կենդանի եմ։ Համաձայն եմ, հավաստիացրեց Գորգը։ Եվ խոստանում եմ, որ ամեն ինչ կանեմ, որպեսզի այդ վերամիավորումը տեղի ունենա հնարավորինս շուտ։ Բայց նախ, մենք պետք է մեկընդմիշտ չեզոքացնենք Մաթոսին։ Օրվա մնացած մասը դանդաղ անցավ Լիլիթի համար։ Գորգը ստիպված էր վերադառնալ Դիլիջան, արտաքին տեսքը պահպանելու ընթացիկ պլանը անձամբ վերահսկելու համար։ Մենակ շքեղ բնակարանում Լիլիթը փոփոխվում էր տարածքը ուսումնասիրելու, մոր-եղբոր լուսանկարներն ուսումնասիրելու, այն պլանավորելու միջ, թե ինչ կասի, երբ վերջապես հանդիպի նրանց։ Գիշերը Գորգը զանգահարեց, իրավիճակը թարմացնելու համար։ Ինչպես սպասվում էր, Մաթոսը այցելել էր առանձնատուն տիկին Սելիատեր Հարությունյանից տեղեկացվել էր, որ Լիլիթը ծանր հիվանդ է, չի կարող հյուրեր ընդունել։ Նա ընդունել էր բացատրությունը, թե տեսանելի անվստահությամբ։ Վաղը կլինի իսկական փորձությունը, բացատրեց Գորգը։
Երբ տիկին Սելիա Տեր Հարությունյանը տեղեկացնի, որ ձեզ շտապ տեղափոխել են Երանի հիվանդանոց գիշերվա ընթացքում։ Իսկ եթե նա ուզենա ստուգել։ Եթե պահանջի հիվանդանոցի անունը, հարցրեց Լիլիթը, անհանգստացած։ Մենք դա ծածկել ենք, հավաստիացրեց Գորգը։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիվանդանոցի բժշկական անձնակազմը կհաստատի, որ ձեր անունով հիվանդ է ընդունվել ծանր թոքաբորբով, բայց նա մեկուսացման մեջ է, առանց այցելությունների թույլտվության։ Պլանի բարդությունը տպավորեց Լիլիթին։ Ակնհայտ էր, որ Գորգը ոչինչ պատահականության չէր թողել, որ նա զգալի ռեսուրսներ էր մոբիլիզացրել նրան պաշտպանելու համար։ Շնորհակալություն, մեղմորեն ասաց նա։ Այս ամենի համար։ Գիտեմ, որ ձեզ էլ եմ վտանգի տակ դնում։ Դուք ինձ ոչ մի բանի տակ չեք դնում, հաստատորեն պատասխանեց նա։ Ես այստեղ եմ, որովհետև ուզում եմ լինել։ Որովհետև նա դադար տվեց, կարծես մտածում էր իր հաջորդ բառերի մասին, որովհետև ես հոգ եմ տանում ձեր մասին, Լիլիթ։ Ավելի շատ, քան պետք է, հավանաբար։ Լիլիթի դեմքին բարձրացող ջերմությունը ոչ մի կապ չուներ շրջակա ջերմաստիճանի հետ։ Ես էլ եմ հոգ տանում ձեր մասին, խոստովանեց նա։ Նույնիսկ եթե հիմա ամեն ինչ այդքան բարդ է։ Ժամանակ կունենանք, խոստացավ նա։ Երբ այս ամենը ավարտվի, ժամանակ կունենանք պարզելու, թե ինչ կա մեր միջ, առանց սպառնալիքների, առանց գաղտնիքների։ Անջատելուց հետո Լիլիթը երկար դիտում էր լուսավորված քաղաքը պատուհանից։ Չնայած ամբողջ քաոսին, իր իսկական ծագման բացահայտմանը, Մաթոսի կողմից ներկայացվող վտանգին, հույսի փոքրիկ բոց էր սկսում աճել նրա սրտում։ Հույս, վերջապես հանդիպելու իր կենսաբանական մորը, գրկելու մի եղբոր, ում գոյության մասին երբեք չգիտեր, Գորգի հանդեպ նոր զգացումները ուսումնասիրելու, առանց սուտերի կամ սպառնալիքների բեռի։ Հաջորդ օրն անցավ սպասման ցավով։ Լիլիթը մի քանի րոպեն մեկ ստուգում էր անվտանգ հեռախոսը, անհանգստացած թարմացումների համար։ Երբ վերջապես զանգեց, կեսօրին, նա գրեթե գցեց սարքը շտապողականությունից։ Լիլիթ, Գորգի ձայնը լարված էր թվում։ Մենք խնդիր ունենք։ Նրա սիրտը ակնթարթորեն արագացավ։ Ինչ պատահեց։ Մաթոսը անհետացել է, լրջորեն տեղեկացրեց նա։ Առավոտյան գնացել էր հիվանդանոց, ինչպես սպասում էինք, բայց երբ իմացավ, որ ձեր ընդունելության գրանցում չկա, ակնհայտորեն, հիվանդանոցի ինչ-որ մեկը սխալ էր թույլ տվել մեր պատրաստած փաստաթղթերի հետ, նա բարկացած վերադարձավ առանձնատուն, առերեսվեց տիկին Սելիա Տեր Հարությունյանին, իսկ հետո պարզապես անհետացավ։ Իմ մարդիկ նրան կորցրեցին։ Իմ մորաքույրը լավ է, հարցրեց Լիլիթը տագնապած։ Այո, ցնցված, բայց ֆիզիկապես անվնաս։ Նա պարզապես հարցեր էր տալիս, շատ հարցեր։ Ձեր մասին, Մարիամի մասին։ Խուճապը սկսեց աճել Լիլիթի ներսում։ Նա գիտի հարցրեց, վախենալով պատասխանից։ Մենք վստահ չենք, պատասխանեց Գորգը, անհանգստությունը ակնհայտ էր նրա ձայնի մեջ։ Բայց մենք պետք է ենթադրենք ամենավատը։ Իմ մարդիկ նրան փնտրում են ամբողջ Դիլիջանում, ես ուժեղացրել եմ անվտանգությունը ինչպես առանձնատանը, այնպես էլ այն շենքում, որտեղ դուք եք։ Իսկ իմ մայրը, հարցրեց Լիլիթը, վախն այժմ լիովին գերիշխում էր նրա մտքերում։ Եթե նա ամեն ինչ իմացել է, կարող է նրա հետից գնալ։ Ես արդեն թիմ եմ ուղարկել նրան Միքայելին բերելու համար, հավաստիացրեց Գորգը։ Նրանց կտանեն անվտանգ վայր, մինչ մենք լուծենք այս իրավիճակը։ Պետք է տեսնեմ նրանց, հայտարարեց Լիլիթը, վճռական։ Եթե նրանք վտանգի մեջ են իմ պատճառով։ Դա ձեր մեղքը չէ, հաստատորեն ընդհատեց Գորգը։ Մեղքը բացառապես Մաթոսինն է նրա հիվանդագին մոլուցքինը։ Եվ խոստանում եմ, որ մենք կպաշտպանենք նրանց։ Բոլորիդ։ Անջատելուց հետո Լիլիթն իրեն ավելի անհանգիստ էր զգում։ Մաթոսի կողմից իր մորը հենց այդ պահին հետապնդելու միտքը տանջալից էր։ Իսկ եթե Գորգի մարդիկ ժամանակին չհասնեին։ Իսկ եթե պատմությունը կրկնվեր, այս անգամ ավելի ողբերգական հետանքներով։ Հաջորդ ժամերը Լիլիթի կյանքի ամենաերկարն էին։ Հեռախոսը համառորեն լուռ էր մնում, ավելացնելով նրա անհանգստությունը յուրաքանչյուր անցնող րոպեի հետ։ Նա փորձում էր շեղել իրեն, կարդալով, հեռուստացույց դիտելով, նույնիսկ փորձում էր ինչ-որ բան պատրաստել լավ մատակարարված խոհանոցում առկա բաղադրիչներով, բայց ոչինչ չէր հեռացնում մութ մտքերը։ Երբ հեռախոսը վերջապես նորից զանգեց, արդեն երեկոյան 9-ից անց էր։ Լիլիթը պատասխանեց երկրորդ զանգից առաջ։ Գորգ, անհանգիստ հարցրեց նա։ Լիլիթ, նրա ձայնը թեթացած էր թվում։
Լավ նորություն։ Մենք գտել ենք Մարիամին Միքայելին։ Նրանք ապահով են Սանի ափի իմ բնակելի համալիրներից մեկի ճանապարհին։ Իմ թիմը հասել էր Մաթոսից րոպեներ առաջ։ Թեթացումը գրեթե։ Լիլիթին ծնկի իջեցրեց։ Փառք Աստծո, հոգոց հանեց նա։ Իսկ Մաթոսը։ Դեռ չենք գտել նրան, խոստովանեց գորգը։ Բայց Մարիամի Միքայելի ապահով լինելով, դուք այնտեղ պաշտպանված լինելով, նա կորցրել է իր ուժը։ Մենք նրան շրջապատում ենք, ժամանակի հարց է, մինչ նրան գտնենք։ Իմ մայրը նա հիմա գիտի՞։ Իմ մասին, հարցրեց Լիլիթը, նրա սիրտը արագանում էր հեռանկարից։ Կարճ լռություն գծի մյուս կողմից, ապա, այո, մեղմորեն պատասխանեց գորգը։ Ես ստիպված էի պատմել նրան, բացատրելու իրավիճակի շտապողականությունը։ Նա լավ, դժվար է նկարագրել։ Հուզված, ցնցված, անհավատալի, հուսալի ամեն ինչ միաժամանակ։ Նա ուզում է ինձ տեսնել, հարցը դուրս եկավ գրեթե աղաչանքի պես։ Ավելի շատ, քան աշխարհում ցանկացած բան, հավաստիացրեց նա։ Հենց որ վստահ լինենք, որ անվտանգ է, կկազմակերպենք հանդիպումը։ Անջատելուց հետո Լիլիթը թույլ տվեց իրեն, առաջին անգամ օրերից ի վեր, զուտ ուրախության պահ։ Իր մայրը կենդանի էր, ապահով էր, գիտեր, որ իր դուստրը նույնպես կենդանի է։ Շուտով, եթե ամեն ինչ լավ ընթանար, նրանք վերջապես կվերամիավորվեին։ Սակայն թեթացումը կարճ տեց։ Կեսգիշերից քիչ անց Լիլիթը արթնացավ հյուրասենյակից եկող տարօրինակ ձայնից։ Սկզբում նա մտածեց, որ դա պարզապես քամին է կամ գուցե ինչ-որ իր է ընկնում, բայց հետո հստակ լսեց զգույշ քայլերի ձայնը։ Վախը ակնթարթորեն սառեցրեց նրան մահճակալում։ Բնակարանում իրենից բացի ոչ ոք չպետք է լիներ։ Շենքի անվտանգությունը խիստ էր, միայն գորգը մի քանի վստահելի թիկնապահներ ունեին բանալին։ Սիրտը կրծքին կրկնապատկված թակելով, Լիլիթը լուր հասավ իր բջջային հեռախոսին գիշերանոթի սեղանից։ Հավաքեց գորգի տված արտակարգ իրավիճակների համարը, բայց ի սարսափին, ազդանշան չկար։ Ինչ-որ մեկը պետք է ազդանշանի արգելափակիչ տեղադրած լիներ։ Քայլերի ձայնը մոտենում էր ննջասենյակին։ Լիլիթը խելագարորեն շուրջը նայեց, փնտրելով փախուստի ճանապարհ կամ ինչ-որ բան, որը կարող էր օգտագործել որպես զենք։ Պատուհանը չափազանց բարձր էր այնտեղից դուրս գալը դիտարկելու համար, սենյակում ոչինչ ավելի վտանգավոր չէր, քան լամպը։ Երբ դռան բռնակը սկսեց դանդաղ պտտվել, Լիլիթը կայացրեց միակ հնարավոր որոշումը, թաքնվեց ընդարձակ զգեստապահարանում, գծկվելով հագուստի կախիչների մեջ լուռ քաշելով սահող դուռը, թողնելով միայն փոքրիկ ճեղք դիտելու համար։ Ննջասենյակի դուռը լիովին բացվեց, մի տղամարդու ուրվագից նկարվեց հյուրասենյակից եկող թույլ լույսի դեմ։ Նույնիսկ մթնշաղում Լիլիթն անմիջապես ճանաչեց Մաթոս Քարթոսոյի խիստ կեցվածքը, լայն ուսերը, մի փոքր թեքված գլուխը։ Լիլիթ, կանչեց նա, նրա ձայնը մեղմորեն սպառնալից էր մթության մեջ։ Գիտեմ, որ այստեղ ես։ Մի դժվարացրեք դա ավելին, քան պետք է։ Նա շունչը պահեց, փորձելով լիովին անշարժ մնալ, մինչ նա միացնում էր ննջասենյակի լույսը մեթոդաբար զննում տարածքը։ Երբ նրա աչքերը հայտնվեցին զգեստապահարանի վրա, դանդաղ գիշատիչ ժպիտ հայտնվեց նրա շուրթերին։ Միշտ էլ թաքնվել սիրող երեխա էիք, մեկնաբանեց նա մոտենալով։ Ձեր մայրը նշել էր դա իր նամակներից մեկում։ Նամակներ, որոնք ես գտա առանձնատան նկուղում, շատ բացահայտող օրագրի հետ մեկտեղ։ Սարսափը պարալիզացրեց Լիլիթին, մինչ Մաթոսն անողոք մոտենում էր զգեստապահարանին։ Ինչպես էր նա գտել նրան։ Ինչպես էր շրջանցել շենքի ամբողջ անվտանգությունը։ Որտեղ էին պահակները, ովքեր պետք է պաշտպանեին նրան։ Երբ նա քաշեց զգեստապահարանի սահող դուռը, բացահայտելով նրա թաքստոցը, Լիլիթը գիտեր, որ նա անկյունում է։ Նրա աչքերում այլս չկար նվիրված քահանայի կեղծ բարեսիրտությունը, միայն հիվանդագին մոլուցք զսպված կատաղություն, որը խոստանում էր բռնություն։ Մեղքի դուստր, շնջաց Մաթոսը, նրա սառը ձայնը կտրեց սենյակի լռությունը, երբ նա չափազանց ուժով դուրս քաշեց Լիլիթին զգեստապահարանից։ Ձեր մոր դավաճանության կենդանի ապացույցը։ Չնայած իրեն կլանող սարսափին, Լիլիթն իրեն ստիպեց պահպանել հանգստությունը, պարզ մտածել։ Եթե նա բղավեր, ոչ ոք չէր լսի, Մաթոսը չէր ներխուժի բնակարան, առանց համոզվելու, որ իրեն չեն ընդհատի։ Նրա միակ հույսը ժամանակ շահելն էր։ Ինչպես գտաք ինձ, հարցրեց նա, փորձելով ձայնը հաստատուն պահել, մինչ նա քարշ էր տալիս նրան դեպի հյուրասենյակ։ Սառը ժպիտ հայտնվեց Մաթոսի շուրթերին։
Ձեր սիրելի մորաքույրը այնքան էլ լավ ստախոս չէ, որքան կարծում է, պատասխանեց նա նրան բազմոցին հրելով։ Երբ ես ճնշեցի նրան, նրա ձեռքերը դողում էին, նրա աչքերը խուսափում էին իմ աչքերից։ Եվ հետո ես գտա օրագիրը նկուղում բոլոր այդ գաղտնիքները մանրակրկիտ փաստաթղթավորված։ Նա քայլեց դեպի պատուհանը, հակիրճ ստուգելով ներքի փողոցը, նախքան նրա կողմը շրջվելը։ Դրանից հետո պարզապես պետք էր հետել ձեր թանկարժեք գորգին այս առավոտ, երբ նա շտապ դուրս եկավ առանձնատնից։ Այդքան զգույշ մարդու համար նա նկատելիորեն անզգույշ էր իր հուսահատության մեջ հասնելու ձեզ մոտ։ Լիլիթի սիրտը արագացավ։ Գորգը նշել էր, որ հաջորդ առավոտ կվերադառնա բնակարան։ Եթե Մաթոսը հետել էր նրան, դա նշանակում էր, որ նա սպասում էր ճիշտ պահին ամբողջ օրը, դիտելով, պլանավորելով։ Ինչ եք ուզում ինձնից, հարցրեց նա, փորձելով հանգիստ թվալ, մինչ նրա աչքերը զուսպ կերպով փնտրում էին ցանկացած առարկա, որը կարող էր օգտագործել որպես զենք կամ շեղում։ Ինչ եմ ուզում, կրկնեց Մաթոսը, ցածր սպառնալից ծիծաղով։ Նույն բանը, ինչ միշտ եմ ուզել, արդարություն։ Մաքրագործում։ Մարիամը փախավ ինձնից, փախավ այն փրկությունից, որը ես առաջարկում էի։ Թաքնվեց որպես վախկոտ մեղսագործ, ինչպես որ կա։ Բայց հիմա նրա աչքերը փայլում էին հիվանդագին ջերմեռանդությամբ, հիմա ես ձեզ ունեմ։ Եվ նա կվազի։ Մաթոսի պլանի իրականացումը Լիլիթին հարվածեց ֆիզիկական հարվածի պես։ Նա նրան օգտագործում էր որպես խայծ, հենց այնպես, ինչպես վախենում էին։ Նա մտադիր էր Մարիամին թակարդի մեջ գցել, ավարտելով այն վրեժը, որին հետապնդում էր ավելի քան 2 տասնամյակ։ Նա չի գա, պատասխանեց Լիլիթը, փորձելով վստահ թվալ։ Նա պաշտպանված է։ Գորգը նրան տարել է անվտանգ վայր, հեռու այստեղից։ Մաթոսի ժպիտը միայն լայնացավ։ Օ նա կգա, հաստատեց նա անհանգստացնող վստահությամբ։ Մայրը միշտ գալիս է, երբ իր ձագը վտանգի մեջ է։ Հատկապես մի մայր, ով նոր է իմացել, որ իր դուստրը, ում մահացած էր կարծում, իրականում կենդանի է։ Մայրական բնազդը հզոր ուժ է կանխատեսելի։ Խոսելիս նա բաճկոնի ներքին գրպանից հանեց բջջային հեռախոս ցույց տվեց էկրանը Լիլիթին։ Դա տեքստային հաղորդագրություն էր, ակնհայտորեն ուղարկված նրա համարից, թե նա չէր ճանաչում հեռախոսը, հուսահատորեն խնդրելով Մարիամին անմիջապես գալ բնակարան, պնդելով, որ գորգը վիրավորվել է, որ երկուսն էլ վտանգի մեջ են։ Դուք չեք կարող դա անել, բողոքեց Լիլիթը, խուճապը աճում էր։ Նա պաշտպանության տակ է։ Դուք չեք կարողանա խաբել գորգի անվտանգությանը։ Դուք գերագնահատում եք այդ վարձկանների արդյունավետությունը, արամարանքով պատասխանեց Մաթոսը։ Վճռական մարդը միշտ գտնում է ճանապարհ։ Հատկապես, երբ գիտի անվտանգության արձանագրությունները, շնորհիվ որոշ հետաքրքիր փաստաթղթերի, որոնք ես գտա ձեր սիրելի պաշտպանի գրասենյակում։ Մաթոսի ամբարտավան վստահությունն անհանգստացնող էր։ Յուրաքանչյուր խոչընդոտ, յուրաքանչյուր նախազգուշություն, որ գորգը կիրառել էր, կարծես կանխատեսվել շրջանցվել էր իր արջի մարդու կողմից։ Ինչո՞ւ, հարցրեց Լիլիթը, հուսահատորեն փորձելով շարունակել զրույցը, ժամանակ շահել։ Ինչո՞ւ այս մոլուցքը իմ մոր նկատմամբ այսքան տարիներից հետո։ Նա շարունակեց, նոր կյանք կառուցեց։ Ինչու դուք նույնը չարեցիք։ Ստվեր անցավ Մաթոսի դեմքով, ինչ-որ բան կատաղության ցավի միջ։ Շարունակել, կրկնեց նա, նրա ձայնը վտանգավորորեն ցածր էր։ Կարծես դավաճանությունն ու մեղքը այն բաներն են, որոնք թողնում են ետում։ Մարիամը իմն էր։ Ինձ համար նախատեսված Աստծո կողմից։ Մեր միությունը սուրբ կլիներ, կատարյալ։ Մինչ այդ աննշան թիկնապահը խաբեց նրան, գայթակղեց նրան ուղղության ճանապարհից հեռու։ Խոսելիս Մաթոսը կարծես աճում էր իր զայրույթի մեջ, նրա դեմքը վերածվում էր զսպված կատաղության դիմակի։ Ես ներում առաջարկեցի, շարունակեց նա, նրա ձայնն այժմ մի փոքր դողում էր։ Նույնիսկ այն բանից հետո, երբ իմացա, որ նա մեղքի պտուղն էր կրում իր որովայնում, ես դեռ ողորմություն առաջարկեցի։ Ասացի, որ կընդունեմ նրան հետ, որ միասին կմաքրենք այդ երեխային, ձեզ, ճիշտ կրթության, հոգոր կարգապահության միջոցով։ Բայց նա ընտրեց փախչել։ Ընտրեց մերժել այն փրկությունը, որը ես առաջարկում էի։ Նրա ձայնի ֆանատիզմը սարսափելի էր։ Լիլիթը հիմա հասկանում էր, բյուրեղյա պարզությամբ, թե ինչու էր իր մայրը փախել, ինչու էր ընտրել թողնել ամեն ինչ, ներառյալ իր սեփական դստերը, այս մարդուց փախչելու համար։ Նա պարզապես մոլուցքով նախկին փեսացու չէր, այլ հոգեկան գիշատիչ, քողարկված հավատի մարդու անվան տակ։
Բնակարանի դրսից եկող հանկարծակի ձայնը Մաթոսին ակնթարթորեն զգոն դարձրեց։ Արագորեն նա իր բաճկոնի տակ թաքնված պատյանից հանեց ատրճանակը Լիլիթին մոտ քաշեց, օգտագործելով նրան որպես մարդկային վահան, մինչ ատրճանակը դռան վրա էր պահում։ Կարծես ես հյուրեր ունենք, քան սպասում էի, շշնջաց նա նրա ականջին, նրա տաք տհաճ շունչը նրա մաշկի վրա։ Հանգիստ մնացեք, համագործակցեք, հակառակ դեպքում բոլորդ կտուժեք։ Կողպեքի մեջ բանալու ձայնը Լիլիթի սիրտը արագացրեց։ Ո՞վ էր գալիս։ Գորգը։ Թե։ Ավելի վատ, իր մայրը, ուղղակիորեն Մաթոսի թակարդն ընկնելով։ Դուռը դանդաղ բացվեց, Լիլիթի բացարձակ սարսափին երկու կերպար մտան ներս, Գորգը, որին հետում էր մի կին, ում նա անմիջապես ճանաչեց լուսանկարներից, Մարիամը, իր կենսաբանական մայրը։ Ժամանակը կարծես սառեց այդ ակնթարթում։ Մարիամի աչքերը, նույնը ինչ Լիլիթի աչքերը, լայն բացվեցին, ավելի քան 20 տարի անց առաջին անգամ տեսնելով դստերը, միայն թե անմիջապես լցվեն սարսափով, հասկանալով այն իրավիճակը, որում հայտնվել էր։ Վերջապես, հայտարարեց Մաթոսը, նրա ձայնն այժմ լի էր հիվանդագին բավարարվածությամբ։ Ընտանիքը վերամիավորվեց։ Ինչքան հուզիչ պահ։ Բաց թող նրան, Մաթոս, հաստատորեն ասաց Գորգը, զգույշ քայլ անելով առաջ։ Ավարտվեց։ Շենքը շրջապատված է։ Քեզ համար ելք չկա։ Սառը ծիծաղ դուրս եկավ Մաթոսի շուրթերից։ Միշտ այդքան վստահ, Ալեքսանյան։ Միշտ կարծելով, որ դու վերահսկում ես։ Նա ատրճանակի փողը սեղմեց Լիլիթի քունքին, ստիպելով նրան դողալ։ Բայց նայեք մեզ հիմա։ Ո՞վ է վերահսկում։ Ո՞վ ունի կյանքի կամ մահվան ուժը։ Ինչ ես ուզում, հարցրեց Մարիամը, նրա ձայնը զարմանալիորեն հաստատուն էր, չնայած աչքերի ակնհայտ սարսափին։ Առաջին անգամ էր, որ Լիլիթը լսում էր իր մոր ձայնը, մի ձայն, որը նրան տարօրինակորեն ծանոթ թվաց, ինչպես իր սեփական մանկության հեռավոր արձագանք։ Այն, ինչ միշտ եմ ուզել, Մարիամ, պատասխանեց Մաթոսը։ Դու։ Քո հանձնումը։ Քո պատիժը այն մեղքի համար, որը դու գործել ես։ Ուրեմն տար ինձ, անմիջապես առաջարկեց Մարիամը, զգույշ քայլ անելով առաջ։ Թող իմ դստերը գնա, ես կգամ քեզ հետ կամավոր։ Ոչ, բացականչեցին Լիլիթը Գորգը միաժամանակ։ Մաթոսի ժպիտը լայնացավ։ Մայրական ազնվություն, մեկնաբանեց նա, գրեթե զվարճացած։ Այդքան կանխատեսելի։ Բայց այդքան պարզ չի լինի։ Ոչ այսքան տարիներից հետո, ոչ այն ամբողջ նվաստացումից հետո, որը ես կրել եմ քո պատճառով։ Նվաստացում, կրկնեց Մարիամը, մեկ այլ զգույշ քայլ անելով առաջ։ Դու էիր, ով ընտրեց ինձ հետապնդել, ով մերժումը վերածեց հիվանդագին մոլուցքի։ Ես պարզապես ուզում էի ազատ լինել, ապրել իմ սեփական կյանքը, սիրել նրան, ում ընտրեցի սիրել։ Բառերը կարծես ֆիզիկական հարվածներ էին հասցնում Մաթոսին։ Նրա ձեռքը, որը բռնած էր ատրճանակը, մի փոքր դողաց։ Ստեր, շշնջաց նա։ Դու իմն էիր։ Ինձ խոստացված։ Այդ աննշան թիկնապահը գայթակղեց նրան, հեռացրեց նրան ուղղության ճանապարհից։ Գորգը ինձ չի գայթակղել, ընդհատեց Մարիամը, նրա ձայնն այժմ լի էր ուժով, որը կարծես աճում էր յուրաքանչյուր բառի հետ։ Նա ինձ սիրում էր։ Հարգում էր ինձ որպես մարդ, ոչ թե որպես սեփականություն։ Այն տարբերությունը, որը դու երբեք չհասկացար, Մաթոս։ Խոսելիս Մարիամը շարունակում էր դանդաղ առաջ շարժվել, կրճատելով նրանց միջ հեռավորությունը։ Գորգը, հասկանալով նրա ռազմավարությունը, անշարժ էր մնում, պատրաստ գործելու ճիշտ պահին։ Եվ այն բանից հետո, ինչ դու արեցիր Գորգի հետ, շարունակեց Մարիամը, նրա ձայնն այժմ մի փոքր դողում էր, ինչպես կարող էի երբե վերադառնալ քեզ մոտ։ Դու հարձակվեցիր նրա վրա ճանապարհին այդ գիշեր, չէ՞։ Երբ իմացար, որ մենք պլանավորում էինք միասին փախչել։ Նա արժանի էր դրան, պայթեց Մաթոսը, նրա հանգստությունը ակնթարթորեն փլուզվեց։ Նա գողացավ այն, ինչ իմն էր աստվածային իրավունքով։ Նա պղծեց այն, ինչ մաքուր էր։ Անկամ խոստովանությունը օդում կախված մնաց որպես թունավոր ամպ։ Առաջին անգամ Մաթոսը հստակորեն խոստովանեց իր մասնակցությունը Գորգի վրա հարձակմանը, այն հանցագործությանը, որի համար երբեք պատասխանատվության չէր ենթարկվել։ Մաքուր չէի, կրկնեց Մարիամը, այժմ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Ես չափահաս կին էի, իրավունք ունենալով կատարել իմ սեփական ընտրությունները։ Այն մաքրությունը, որը դու պաշտում ես, առաքինություն չէ, Մաթոս, դա վերահսկողություն է։
Քո Աստվածը սեր չէ, դա իշխանություն է։ Քո ավետարանը փրկություն չէ, դա գերիշխանություն է։ Յուրաքանչյուր բառ կարծես սայրի պես էր հարվածում Մաթոսին, տեսանելիորեն ապակայունացնելով նրան։ Նրա ձեռքը, որը բռնած էր ատրճանակը, ավելի ու ավելի էր դողում, նրա բռնվածքը Լիլիթի վրա աստիճանաբար թուլանում էր, մինչ նա փորձում էր մարսել բանավոր հարձակումը։ Հենց այս խոցելի պահին Լիլիթը գործեց։ Հավաքելով իր ամբողջ քաջությունը, նա ուժգին կերպով կոխեց Մաթոսի ոտքին, միաժամանակ արմունկով խրեց նրա որովայնին, հենց այնպես, ինչպես Գորգը սովորեցրել էր նրան երան ճանապարհորդության ընթացքում, կանխատեսելով, որ նա կարող է ստիպված լինել պաշտպանվել։ Անակնկալ հարձակումը բավական էր, որ Մաթոսը ակնթարթորեն կորցնի հավասարակշռությունը, էլ ավելի թուլացնելով իր բռնվածքը։ Լիլիթն օգտվեց հնարավորությունից, վեր հրելու նրա զինված ձեռքը, հեռացնելով զենքը իր գլխից։ Հենց այդ պահին Գորգը նետվեց առաջ, բախվելով Մաթոսին բավական ուժով, որպեսզի նրան տապալի։ Ատրճանակը կրակեց, գնդակը մխրճվեց առաստաղի մեջ, մինչ երկու տղամարդիկ պայքարում էին գետնին։ Մարիամը վազեց դեպի Լիլիթը, նրան հեռու քաշելով պայքարից բազմոցի հետ, բնազդաբար պաշտպանելով նրան իր մարմնով, ավտոմատ մայրական ժեստով, կարծես բաժանման տարիները երբեք գոյություն չունեցային։ Գորգի Մաթոսի միջ պայքարը կատաղի էր։ Չնայած իր խաղաղ քահանայի տեսքին, Մաթոսը զարմանալի ուժ ուներ, ցնուցված տարիների ատելությամբ մոլուցքով։ Նա կարողացավ հարվածել Գորգի դեմքին, փորձելով վերցնել ատրճանակը, որը մի քանի մետր հեռու էր ընկել։ Տեսնելով վտանգը, Լիլիթը գործեց իմպուլսիվորեն։ Նա դուրս եկավ բազմոցի հետից, բռնեց սուրճի սեղանի ծանր դեկորատիվ ծաղկամանը, այն նետելով Մաթոսի վրա հենց այն պահին, երբ նա ձեռքը մեկնում էր ատրճանակի համար։ Հարվածն ուղիղ էր, ծաղկամանը հարվածեց նրա գլխին, ստիպելով նրան հետ քայլել, ցնցված։ Նախքան նա կկարողանար ուշքի գալ, բնակարանի դուռը բացվեց բռնի ուժով, մի քանի զինված տղամարդիկ ներխուժեցին սենյակ, Գորգի անվտանգության թիմը, վերջապես հասնելով կրակոցը լսելուց հետո։ Մի քանի վայրկյանի ընթացքում Մաթոսը անշարժացված էր, ձինաթափված, ձեռնաշղթայված, դեռ գլխին ստացած հարվածից ցնցված։ Մինչ նրան դուրս էին տանում երկու ամրակազմ թիկնապահներ, նրա աչքերը վերջին անգամ կանգ առան Մարիամի վրա, այլս ոչ թե կատաղությամբ կամ մոլուցքով, այլ դատարկ, բարդված արտահայտությամբ, կարծես վերջապես հասկացավ, որ իր 2 տասնամյա խաչակրած արշավանքն ավարտվել էր բացարձակ ձախողումով։ Երբ դուռը փակվեց նրա հետից, լռությունը ծանրորեն ընկավ բնակարանի վրա։ Գորգը շրթունքի վրա կտրվածքով այն, ինչ հավանաբար կդառնար կապտած աչք, դանդաղ վեր կացավ, ստուգելով, թե արդյոք Լիլիթը Մարիամը անվնաս են։ Դուք լավ եք, հարցրեց նա, նրա ձայնը խռպոտ էր պայքարի ջանքերից։ Լիլիթը մեխանիկորեն գլխով արեց, չկարողանալով խոսել։ Իրավիճակի ամբողջ ադրենալինը սկսում էր ցրվել, նրան թողնելով դողացող տարօրինակորեն դատարկ։ Երբ նրա ծնկները թուլացան, նա զգաց նուրբ ձեռքեր, որոնք պահում էին նրան, ոչ թե Գորգի, այլ Մարիամի։ Հենց այդ պահին, իր կենսաբանական մոր գրկում, առաջին անգամ մանուկ հասակից ի վեր, Լիլիթը վերջապես թույլ տվեց արցունքներին հոսել։ Դրանք միայն վախի կամ թեթացման արցունքներ չէին, այլ 2 տասնամյակի կորստի, խզված կապերի, մի կարոտի, որի գոյության մասին նույնիսկ չգիտեր մինչ այդ ակնթարթը։ Իմ դուստրը, շշնջաց Մարիամը, նրա ձայնը լի էր հույզերով, մինչ նա շոյում էր Լիլիթի մազերը։ Իմ փոքրիկը։ Ես միշտ գիտեի, իմ սրտի ինչ-որ տեղում, որ դու կենդանի ես։ Նույնիսկ երբ ինձ հակառակն էին ասում, իմ մի մասը երբեք լիովին չէր հավատում։ Գորգը զուսպ կերպով հեռացավ խոհանոց, նրանց գաղտնիություն տալով վերամիավորման այս սուրբ պահի համար։ Կիսաբաց դռնից նա ազդանշաններ տվեց, որ իր անվտանգության թիմը նույնպես հեռանա, մորը դստերը մենակ թողնելով հյուրասենյակում։ Կներեք ընդհատելու համար, մեղմորեն ասաց նա։ Բայց մենք պետք է հեռանանք այստեղից։ Այս վայրն այլս անվտանգ չէ, մենք պետք է ցուցմունք տանք այն մասին, թե ինչ է տեղի ունեցել։ Երկուսն էլ գլխով արեցին, հասկանալով անմիջական գործողությունների անհրաժեշտությունը, թե դժկամորեն ընդհատելով այդ նոր հայտնաբերված պահը։ Միքայելը, հիշեց Մարիամը հանկարծակի, անհանգստություն դրոշմվեց նրա դեմքին։ Իմ որդին որտեղ է նա։ Ապահով է, անմիջապես հավաստիացրեց Գորգը։ Սանի ափի բնակելի համալիրում, իմ ամենավստահելի թիմի հետ։ Մենք կկարողանանք այնտեղ գնալ, հենց որ ավարտենք ոստիկանական բաժանմունքում։ Խորտ եղբոր հիշատակումը հույզերի նոր ալիք արթնացրեց Լիլիթի մեջ, հետաքրքրություն, անհանգստություն, հույս։ Ինչպես կլիներ նրան ճանաչելը։ Նա կիմանար իր մասին։
կընդուներ այս ավագ քրոջը, ով հանկարծակի հայտնվեց իր կյանքում։ Հաջորդ ժամերն անցան ցուցմունքների, պաշտոնական հայտարարությունների, բյուրոկրատական ընթացակարգերի մշուշի մեջ։ Մաթոսը պաշտոնապես մեղադրվեց բազմաթիվ հանցագործությունների համար, բնակարան ներխուժում, առանգում, սպառնալիք, զենքի անօրինական կրում, ամենակարևորը՝ Գորգ Ալմեյդյանի սպանության փորձը 21 տարի առաջ, շնորհիվ այն անգամ խոստովանության, որը նա արել էր առերեսման ժամանակ։ Ներկայացվեցին լրացուցիչ ապացույցներ, տիկին Սելիա Տեր-Հարությունյանի օրագիրը, որը Մաթոսը գտել էր նկուղում, Գորգի մասնավոր հետաքննիչի զեկույցները, վկաներ, ովքեր վերջապես իրենց ապահով էին զգում խոսելու համար այդքան տարիներ անց։ Գործը, որը թվաց անլուծելի 2 տասնամյակ առաջ, այժմ բավականաչափ ամուր էր, ապահովելու համար, որ Մաթոսը կկանգնի դատարանի առաջ իր հանցագործությունների համար։ Երբ վերջապես դուրս եկան ոստիկանական բաժանմունքից, արդեն լուսադեմ էր։ Գորգի մեքենան սպասում էր նրանց, ափամերձ ճանապարհորդության համար, որտեղ Միքայելը սպասում էր, որտեղ նրանք կարող էին վերջապես սկսել վերակառուցել իրենց կյանքի կոտրված բեկորները։ Ճանապարհորդությունն անցավ հարաբերական լռության մեջ, յուրաքանչյուրը խորասուզված իր մտքերում։ Երբեմն Լիլիթը Մարիամը հայացքներ էին փոխանակում, տատանվող ժպիտներ, կարծես դեռ փորձում էին հավատալ, որ պահն իրական է, որ նրանք հանդիպել են այդքան ժամանակ անց, այդքան խոչընդոտներից հետո։ Գորգը, կենտրոնացած վարելով մութ ճանապարհներով, որոնք տանում էին դեպի ափ, երբեմն նայում էր հետի հայելու մեջ, դիտելով մոր դստեր լուր փոխազդեցությունը։ Խորը բավարարվածություն էր տաքացնում նրա կուրծքը, տարիներ շարունակ Գորգի Մարիամի համար արդարություն փնտրելուց հետո, նա վերջապես օգնել էր փակել այդ ցավոտ գլուխը։ Եվ այդ ընթացքում Լիլիթի մեջ գտել էր մի բան, որը չէր սպասում, նոր սկզբի հնարավորություն, գրքերի միջ ծնված դժվարությունների մեջ կերտված սեր։ Երբ հասան Սանի ափի բնակելի համալիր, արը սկսում էր ծագել, երկինքը նկարելով նարնջագույն վարդագույն երանգներով։ Այդ արածակի գեղեցկությունը խորհրդանշական էր թվում, նոր օր, նոր գլուխ բոլորի համար։ Միքայելը անհանգիստ սպասում էր լողափի տան պատշգամբում, միայն մասամբ տեղեկացված նախորդ գիշերվա իրադարձությունների մասին։ Երբ տեսավ Մարիամին մեքենայից դուրս գալիս, վազեց գրկելու նրան, թեթացումը ակնհայտ էր նրա երիտասարդ դեմքին։ Ապա նրա աչքերը կանգ առան Լիլիթի վրա, ով տատանվելով մնում էր մեքենայի կողքին։ Մի պահ նրանք պարզապես դիտում էին միմյանց, եղբայրներ, ովքեր երբեք չգիտեին միմյանց գոյության մասին, կապված արյունով, բաժանված ժամանակով, հանգամանքներով։ Միքայելը ուներ Մարիամի աչքերը, նույն Լիլիթի աչքերը, բայց դեմքի կառուցվածքն ավելի շատ հիշեցնում էր իր սեփական հորը, Ձկնորսին, ով մահացել էր տարիներ առաջ։ Միքայել, մեղմորեն ասաց Մարիամը, ձեռքը մեկնելով որդուն։ Սա Լիլիթն է։ Քո քույրը։ Դեռահասը գլուխը թեքեց, ինտենսիվորեն ուսումնասիրելով նրան։ Ապա, բոլորի զարմանքին, լայն ժպտաց։ Ես գիտեի, հաղթականորեն հայտարարեց նա։ Ես միշտ ասել եմ, որ ավագ քույր ունեմ։ Ես միշտ զգացել եմ, որ ինչ-որ մեկը պակասում է մեր ընտանիքում։ Մայրիկը կարծում էր, որ դա պարզապես իմ երակայությունն է, բայց ես գիտեի։ Տղայի անմիջականությունը կոտրեց ամբողջ լարվածությունը։ Լիլիթը չկարողացավ զսպել հուզված ժպիտը, մինչ Մարիամը նայում էր որդուն, զարմանքի հիացմունքի խառնուրդով։ Ինչպես, սկսեց նա, շփոթված։ Միքայելը ուսերը թոթվեց, դեռ ժպտալով։ Դու միշտ տարօրինակ արտահայտությամբ էիր նայում ավելի մեծ երեխաներին։ Հատկապես աղջիկներին։ Եվ ունեիր այդ փոքրիկ արկղը, որը թաքցնում էիր մանկական մազի մի փունջով հիվանդանոցի ապարանջանով։ Ես մի անգամ գտա այն, երբ իմ ծննդյան նվերը էի փնտրում։ Մարիամը ձեռքը բերեց շուրթերին, հուզված։ Նա երբեք չէր հրաժարվել իր անդրանիկից մնացած մի քանի իրերից, անցյալի մասունքներից, որոնք կարծում էր, որ հավերժ կորցրել է։ Դե, դու ճիշտ էիր, խոստովանեց նա, մի ձեռքը դնելով յուրաքանչյուր երեխայի շուրջը։ Եվ հիմա, վերջապես մենք բոլորս միասին ենք։ Հաջորդ օրերը հարմարվողականության, վերամիավորման, վերակառուցման օրեր էին։ Տիկին Սելիա Տեր-Հարությունյանը միացավ նրանց լողափի տանը, իր հետ բերելով Լիլիթի մասին տարիների պատմություններ, որոնք Մարիամը բաց էր թողել, նրա առաջին քայլերը, նրա առաջին բառերը, նրա փոքրիկ ամենօրյա ձեռքբերումները, որոնք միասին վերցրած, կազմում էին այն մոզաիկան, թե ով էր նա դարձել։ Մի հատկապես հուզիչ պահին տիկին Սելիա Տեր-Հարությունյանը ներողություն խնդրեց Մարիամից, Լիլիթի մահվան մասին ստելու համար։ Կարծում էի, որ դա նրանց պաշտպանելու միակ միջոցն է, բացատրեց նա, արցունքներ հոսում էին նրա ծերացած դեմքով։ Մաթոսը շարունակում էր փնտրել, հարցեր տալ։
Ես վախենում էի, որ եթե իմանար, որ երեխան ապրել է, երբեք չի հանձնվի նրան գտնելուց։ Դու արեցիր այն, ինչ կարծում էիր, որ լավագույնն է, պատասխանեց Մարիամը, գրկելով հին ընկերուհուն։ Եվ քո շնորհիվ իմ դուստրը մեծացավ ապահով, սիրված, պաշտպանված։ Ինչպես կարող էի հավերժ երախտապարտ չլինել դրա համար։ Գորգը մնում էր մշտական թե զուսպ ներկայություն, տեղ տալով նոր վերամիավորված ընտանիքին վերակապակցվելու համար։ Նրա Լիլիթի հայացքները, սակայն, դառնում էին ավելի ու ավելի նշանակալից, լի ապագայի լուր խոստումներով։ Երանի բնակարանում տեղի ունեցած իրադարձություններից գրեթե 6 ամիս անց, երբ նրանք քայլում էին լողափով մայրամուտի ժամանակ, Գորգը վերջապես բառերով արտահայտեց այն, ինչ աճել էր նրանց միջ։ Չգիտեմ, թե ճիշտ երբ է տեղի ունեցել, խոստովանեց նա, մեղմորեն բռնելով Լիլիթի ձեռքը, մինչ նրանք դիտում էին ավազին հարվածող ալիքները։ Թե դա մեր գրականության մասին զրույցների ժամանակ էր գրադարանում, թե երբ իմացավ, թե ով ես դու իրականում, թե այն ամբողջ քաոսի ժամանակ էր, որին միասին դիմակայեցինք։ Ես պարզապես գիտեմ, որ ինչ-որ պահի դու դարձար էական ինձ համար։ Լիլիթը ժպտաց, իր մատները միահյուսելով նրա մատներին։ Ինձ համար էլ, մեղմորեն պատասխանեց նա։ Նույնիսկ երբ կարծում էի, որ դա պարզապես անհնարին երազ է, ինչ-որ արգելված բան նույնիսկ այդ ժամանակ, ես արդեն գիտեի, որ այն, ինչ զգում էի քո հանդեպ, տարբերվում էր այն ամենից, ինչ երբես զգացել էի նախկինում։ Իսկ հիմա, հարցրեց նա, շրջվելով ուղիղ նայելու նրան։ Հիմա, երբ այլս գաղտնիքներ չկան, ոչ սպառնալիքներ, ոչ էլ պատնեշներ մեր միջ։ Հիմա, պատասխանեց Լիլիթը, դիմակայելով նրա հայացքին, հիմա մենք ժամանակ ունենք։ Ժամանակ, պարզելու, թե ով ենք մենք իրականում, ովքեր կարող ենք լինել միասին։ Գորգը ժպտաց, մեղմորեն դիպչելով նրա դեմքին։ Ժամանակ, կրկնեց նա։ Ամենաթանկարժեք նվերը, որը կարող էինք խնդրել։ Երբ նրանց շրթունքները հանդիպեցին, կնքելով այդ խոստումը ոչ թե բառերով, այլ նուրբ խորապես նշանակալից համբույրով, Լիլիթը զգաց, որ ինչ-որ բան վերջապես լրացվում է իր ներսում։ Դա ոչ միայն Գորգի հանդեպ ծնվող սերն էր, այլ այն զգացումը, որ իր ինքնության բոլոր կտորները, տիկին Սելիա Տեր Հարությունյանի կողմից մեծացած երիտասարդ կինը, Մարիամի Գորգի կենսաբանական դուստրը, Միքայելի նոր հայտնաբերված քույրը, կինը, ով գտել էր իր սեփական ձայնն ու քաջությունը, վերջապես համընկնում էին մի ամբողջականի մեջ։ Հաջորդ շաբաթներին կարևոր որոշումներ սկսեցին ձևավորվել։ Մարիամը Միքայելը ընտրեցին մնալ ափամերձ փոքրիկ քաղաքում, որը նրանց տունն էր եղել այդքան տարիներ, բայց այժմ առանց մշտական վախի, առանց ուսերի վրայով նայելու անհրաժեշտության։ Լիլիթը բաժանվեց մորը եղբորը հաճախակի այցելությունների երանում նոր կյանքի սկզբի մեջ, որտեղ նա վերջապես ընդունվեց համալսարան, գրականություն սովորելու արկածաչափով, այն երազանքը, որը նա միշտ գաղտնի փայփայել էր։ Գորգն անվերապահորեն աջակցում էր նրան, հարգելով նրա անկախության ցանկությունը, նույնիսկ մինչ նրանց հարաբերությունները խորանում էին։ Մենք ամբողջ կյանք ունենք առջում, ասում էր նա, երբ Լիլիթը երբեմն անհանգստանում էր իրերի ընթացքից։ Շտապելու կարիք չկա։ Տիկին Սելիա Տեր Հարությունյանը, Ալեքսանյանների առանձնատանը տասնամյակների ծառայությունից հետո, վերջապես ընդունեց Գորգի կողմից առաջարկված առատաձեռն թոշակը, իր ժամանակը բաժանելով երանում մի փոքրիկ բնակարանի Լիլիթի մոտ։ Մարիամին Միքայելին ափում պարբերական այցելությունների մեջ, դանդաղորեն վերակառուցելով այն ընկերությունը, որը ընդհատվել էր ողբերգական հանգամանքներով այդքան տարիներ առաջ։ Ինչ վերաբերում է Մաթոսին, արդարությունը վերջապես հասավ նրան։ Դատապարտված բազմաթիվ հանցագործությունների համար, նա տասնամյակներով կմնա անազատության մեջ։ Նրա հոգոր ճգնավորությունը հետաքննվեց բացահայտվեց որպես վերահսկողության մանիպուլյացիայի սխեմա, որը նախկինում զոհ էր դարձրել այլ կանանց, ովքեր այժմ գործի ելքից քաջալերված սկսում էին պատմել իրենց սեփական պատմությունները, կրոնական նվիրվածության քողի տակ քողարկված բռնության մասին։ Մի հատկապես նշանակալից կեսօրին, իրենց կյանքը փոխած իրադարձություններից գրեթե 6 ամիս անց, Լիլիթը այցելեց գերեզմանատուն, որտեղ թաղված էր Գորգ Ալմեիդյանը, իր կենսաբանական հայրը։ Ծնկի իջնելով պարզ տապանակարի առաջ, նա մի փունջ ծաղիկ դրեց մի քանի ակնթարթ լուր մնաց, կապվելով այն մարդու հետ, ում երբեք չէր ճանաչել, բայց ում զոհաբերությունը հնարավորություն էր տվել իր մորը փախչելու, իրեն ծնվելու ապահով մեծանալու։ Շնորհակալություն, շշնջաց նա վերջապես, մեղմորեն դիպչելով սառը մարմարին։ Նրան բավականաչափ սիրելու համար, նրան ցանկացած գնով պաշտպանելու համար։ Այն տեսակի մարդը լինելու համար, ով նախընտրում էր ամեն ինչ զոհաբերել, քան տեսնել, թե ինչպես է իր սիրելին տառապում։ Մարիամը, ով ուղեկցում էր նրան, հանգստացնող ձեռք դրեց նրա ուսին։ Նա քեզ այդքան կսիրեր, մեղմորեն ասաց նա։
Նա ամենաքնքուշ, ամենաքաջ մարդն էր, ում ես երբեք ճանաչել եմ։ Ես շատ բան եմ տեսնում նրանից քո մեջ, նույն լուռ վճռականությունը, նույն անսասան հավատարմությունը։ Լիլիթը մոր ձեռքը ծածկեց իր ձեռքով, առաջին անգամ իրեն իսկապես կապված զգալով իր արմատների, իր անցյալի, իր ամբողջական պատմության հետ։ Վերադարձի ճանապարհին, մինչ նա դիտում էր մեքենայի պատուհանից անցնող բնապատկերը, Լիլիթը մտածում էր այն արտասովոր ճանապարհորդության մասին, որը կյանքը գծել էր իր համար, ծնված ողբերգական հանգամանքներում, մեծացած գաղտնիքների լռության մեջ, անսպասելիորեն վտանգի մեջ ընկած, վերջապես դուրս եկած հնարավորությունների։ Ճշմարիտ կապերի անկեղծ սիրո կյանք։ Առջում դեռ շատ մարտահրավերներ կային, անշուշտ։ Կային հարաբերություններ, որոնք պետք է մշակվեին, տրավմաներ, որոնք պետք է մշակվեին, նոր ինքնություն, որը պետք է ինտեգրվեր հինի հետ։ Բայց առաջին անգամ Լիլիթն իրեն լիովին իսկական էր զգում, լիովին ճշմարիտ իրեն։ Այլս ոչ թե լուռ ստվերը առանձնատան միջանցքներում, ոչ էլ երիտասարդ կինը, ով խոստացված էր մի ապագայի, որը չէր ընտրել, այլ Լիլիթ Ալմեյդյան Սարգսյան, դուստր, քույր, սիրուհի, ուսանող, փրկված։ Մի կին, սեփական ձայնով, վերջապես ազատ, գրելու իր սեփական պատմությունը։ Այդ գրադարանում, որտեղ ամեն ինչ սկսվել էր, գրքերի միջ, որոնք այդքան գաղտնիքների վկա էին եղել, Լիլիթը գտել էր ոչ միայն իր առաջին իսկական սերը գորգի մեջ, այլ այն ճանապարհորդության սկիզբը, որը կտաներ նրան հետ դեպի իր ծագումը, իր իսկական ընտանիքը, վերջապես, դեպի ինքն իրեն։ Եվ ինչ ճանապարհորդություն կլիներ դա, ծնված Դիլիջանի առանձնատան ստվերներում, ցնուցված գաղտնիքներով, բացահայտումներով, այժմ ծաղկող ճշմարտության լույսի ներքո։ Միայն ժամանակը ցույց կտա։ Բայց մի բան հաստատ էր, դա ճշմարիտ սիրո պատմություն կլիներ։ Մի սեր, որը, չնայած անհավանականությանը, գտել էր իր ճանապարհը ամենաանհնարին պատնեշների միջով, ապացուցելով, որ երբ անկեղծ է, ոչ մի խոչընդոտ չափազանց մեծ չէ երկու սրտերին հանդիպելուց կանխելու համար։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Լիլիթի Գորգի Մարիամի ճանապարհորդությունը խորապես դիպել է ձեր սրտերին։ Ընտանեկան գաղտնիքների, փրկության ճշմարիտ սիրո այս սագան հիշեցնում է մեզ, որ նույնիսկ ամենադժվար հանգամանքներում սերը կարող է բուժել վերքերը, վերամիավորել այն, ինչ բաժանված էր։ Եթե դուք հուզվեցիք հանդիպումների վերամիավորումների այս պատմությունից, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հետելու այլ նույնքան գրավիչ պատմություններին, որոնք մենք հատուկ պատրաստել ենք ձեզ համար։ Սեղմեք բաժանորդագրվելու կոճակը, որը հայտնվում է ձեր ձախ կողմում հենց հիմա։ Եվ մի մոռացեք դնել լայք, մեկնաբանել, թե Հայաստանի որ շրջանից եք մեզ հետում։ Ձեր արձագանքները այն վառելիքն են, որը մեր պատմությունները կենդանի է պահում։ Անհամբեր սպասում ենք կարդալու ձեր տպավորությունները այս հուզիչ ճանապարհորդության մասին, որը մենք միասին կիսեցինք։